Խամյակներ են բուծել վաճառել բոլոր երկրներում գերեզմանները իմ այցելության վայրերից են եղել։ Նորարարությունների համար չկա շուկա։ Մի վտանգավոր միտք ասեմ, չգիտեմ ոնց կհասկացվի, բայց Գումարի դիմաց կարծիք են վաճառում այդ կայքերում։ ոնց է հնարավոր Հայաստանում գործող հայկական ընկերությունը դուրս գա միջազգային շուկա ու մրցի միջազգային տարբեր ընկերությունների հետ ու նույնիսկ լինի առաջատար դիրքերում։ Ամենաշատ վաճառված ատամի խոզանակը շանը մենք ենք արել։ Կներեք ես մտքի համար։ Կը ֆիզիկական շախմատ է, բայց հնարավոր է խաղալ հեռավորության վրա։ Ես գիտեմ, որ դու զենք ունես։ Խաղաղությունը պարտադրվող եզրույթ է, խաղաղությունը երբեք ուղակի չեն շնորհում ոչ մեկի, հատկապես թույլերին։ Եթե մարդ ուզում է գնա աշխատանքի, դա TCF-ը չի հաստատ, հաստեղ աշխատանքի չեն գալիս։ Արելի տեսա Գևորգ Պողոսյանին։ Էլի են մարդուն հանդիպեցի։ Ո 15 րոպե քո այդ խոսի համարդ վերցնի անգամ, բայց հետո չպատասխանի քո ոչ մի բանի, դու էլ մտածում ես արդեն լավագույն ընկերներ ենք դարձել։ Ես ընթերցում եմ ձեր բոլոր ոգևորիչ նամակներն ու մեկնաբանությունները ու հասկանում եմ, որ շատերիդ հաճելի չէ բաժանորդագրվել, լայքել, սեղմել զանգակի կոճակը, բայց այդ 3 անվճար եւ պարզ քայլերն են ամենաարդյունավետ տարբերակը մեզ աջակցելու, որը ձեզնից կխլի ընդամենը մի քանի վայրկյան։ Արդյունքում մեր ոդկասթն էլ ավելի շատ կտարածվի եւ հասանելի կլինի լայն հանրությանը։ Մեզ կարող եք աջակցել նաև Re-Armenia հարթակում, միանալով ամսական բաժանորդագրությամբ ցանկացած գումարի չափով։ Իսկ մենք ձեզ կուղարկենք կադրից դուրս հատվածներ եւ վերջին հարցի հյուրերի ճիշտ պատասխանը, որը նկարահանել ենք հատուկ ձեզ համար։ Շնորհակալություն։ Ողջույն։ Այսօր իմ հյուրը The Crowdfunding Formula ընկերության համահիմնադիր Մարիամ Համբարձումյանն է։ Մարիամ ջան, ողջույն։ Ողջույն Լիլի ջան։ Ո՞նց ես։ Շատ լավ։ Ինչ ես անում սովորաբար առավոտյան 10:30-ին եւ որտեղ ես լինում։ 10:30-ին սովորաբար լինում եմ արդեն TCF-ում, TCF-ի գրասենյակում, ու արդեն իմ առօրյա աշխատանքներին եմ անցած լինում։ Սուրճ եմ միգուցե խմում։ Իսկ երեկոյան 10:30-ին Էլի այստեղ եմ լինում։ խմում ես սուրճ ու աշխատանքին։ Արդեն թեյ եմ խմում։ Բուսական ցակման, որ կաֆեինը քիչ լինի, կարողանամ ինչ-որ մի քանի ժամ էլ քնել։ Երկար ես աշխատում։ Սովորաբար այո։ Այ գանք մի քիչ ձեր նախագծերին։ Մի փոքր պատմիր ինչ է TCF-ը։ TCF-ը ինովացիաները կյանքի կոչող էկո համակարգ է։ Էկո համակարգ ասելով նկատի ունենք իրար ինչ որ չափով փոխկապակցված գործունեության օրինակ ասենք տեսակներով կամ ուղղություններով, բայց իրարից նաև անկախ աշխատող ընկերությունների խումբ է, որը սկսած գաղափարի վալիդացիայից, այսինքն շուկայի համապատասխանության ստուգումից, կենսունակության ստուգումից գաղափարի, նորարարության գաղափարի, մինչև վերջնական սպառողին հասնելը շղթա է ապահովում, տարբեր պլատֆորմա կլինի դա, ծառայությունների մատուցում կլինի, օրինակ Gadgetflow-ն թույլ է տալիս, Gadgetflow-ն էլ մեր ընկերություններից մեկն է, դա էլ հարթակ է, ասում ենք դրան Gadget Discovery հարթակ, գաջետներ փնտրել գտնելու աշխարհի ամենամեծ հարթակն է, դա էլ է մեր էկոսիստեմայում, եւ այսպես եթե առանձին կոմպոնենտներով նայենք, դա prelaunch.com-ն է, որը հենց գաղափարների վալիդացիայի հարթակ է, եւ ոչ միայն, արդեն նաեւ ինսայթներ է թույլ տալիս, այսինքն հաճախորդներից հասկանալ ինչ են իրենք ուզում, ինչին են նախընտրություն տալիս եւ ինչու, ինչպես նաեւ տարբեր ընկերություններ, փոքր ու մեծ, ու նաեւ ամենամեծերը աշխարհի կարողանում են իրենց կոնցեպտները, պրոդուկտների կոնցեպտները, հատկապես նորարարական վալիդացնել այդ տվյալ կայքով, այսինքն հասկանալ շուկա կա չկա, որտեղ է այդ շուկան, ովքեր են գնողները, ինչ գնային սեգմենտում է պետք է վաճառել եւ այդ ամբողջը prelaunch.com-ը թույլ է տալիս իրականացնել։ Մյուս մեր ընկերությունը դա TCF Agency-ն է, The Crowdfunding Formula նախկինում անվամբ, այդպես ավելի հայտնի է մեր շուկայում։ Երևի հենց այդ crowdfunding բառի կապակցությամբ, որտեղ որպես առաջին դա իրականացնող ընկերություն մենք ենք եղել ու մինչև այսօր մենք ենք։ Այդ ընկերությունը agency-ն ինքը աշխարհում լավագույնն է ճանաչվել, մի շարք կատեգորիաներով այս տարի կրկին հաղթել ենք մենք եւ մենք top 30-ում ենք crowdfunding-ային արշավներ իրականացնող $1 միլիոն եւ ավել հավաքող որպես գործակալություն։ Գործակալությունը նաեւ զբաղվում է էլեկտրոնային կոմերցիայով, այսինքն մենք մեր հաճախորդներին նաեւ օգնում ենք էլեկտրոնային կոմերցիայի հարթակներ պատրաստել, հանդես գալ, վաճառքներ իրականացնել այդ միջոցով, եւ մյուսը Gadgetflow-ն է, արդեն ասացի, դա նյու յորքյան
կազմակերպություններ, փոքրիկ ընկերություններ համեմատաբար նկատի ունեմ թիմը փոքր էր ավելի ու տենց տարբեր երկրներից աշխատող մարդկանց թիմեր եւ մենք դա ձեռք բերեցինք ավելին կլինի 3 տարի, որ գնացինք այդ ընկերությունը, դա էլ մեզ թույլ է տալիս մարդկանց կարծիքներին ծանոթանալ, հասկանալ ինչ են փնտրում իրենց ծանոթացնել աշխարհի գadgetներին եւ այսպես մեր ամեն ցիկլը ամբողջական է դառնում, այսինքն ոչ միայն նորարարությունները ստեղծողի տեսակետից ենք ներկայացնում, այլ նաև այդ պահանջարկն ենք հասկանում, ովքեր են դրա գնորդները, ինչ են իրենք ուզում, ինչու են ուզում, եւ այդ երկու կողմերին կարողանում ենք իրար կապել ու փոխշահավետ այդ շղթան ենք կառուցել, որը որ թույլ է տալիս իսկապես լավագույն գաղափարները կյանքի կոչել, հասցնել իրենց վերջնական սպառողին եւ մենք կարողանում ենք ուժեղացնել, այսպես ասած, ստեղծար մարդուն, որպեսզի կարողանա իր գաղափարը հասցնել վերջնական շուկա։ Արի հերթով գանք, հա, քանի որ մեկը մեկից հետաքրքիր հարթակներ եք ստեղծել, խոսենք pre-launch-ից։ Ինչ է pre-launch-ը եւ հնարավորություն տան գուցե նաեւ մարդկանց ծանոթանալու այդ հարթակի հնարավորություններին։ Այո, հարթակը իրականում ոչ թե որ մենք ենք ստեղծել դրա համար եմ ասում, որ շատ հետաքրքիր է, այլ իր մեթոդաբանությունը ունիկալ է ուղղակի։ Ինքը շատ պարզ տրամաբանության մեջ է կառուցված, բայց այնքան ամենաաշխատողն է։ Ինչու՞, որովհետև նորարարությունների համար չկա շուկա։ Դու չես կարող, որևէ մեկը չի կարող գնալ սովորական շուկա, օրինակ Amazon, հասկանալ կա ինչքան կվաճառի այդ ապրանքից, ինչ գնային սեգմենտում առաջարկիր, հասկանա ովքեր են այդ գնողները։ Ուղղակի չկա, քանի որ չկա տվյալ ապրանքը։ Եվ իրենք սենց եզրահանգումներ են անում, ենթադրություններ են անում, ինչ որ հիպոթեզներ ունեն, որ իրենց օրինակ X թիրախային խումբն է իրենց ցանկալի հաճախորդը։ Օրինակ միջին տարիքի կանայք են Անգլիայում ապրող եւ այլն եւ այլն։ Ու շատ հաճախ պարզ է դառնում, որ իրենց թիրախը ընդհանրապես դա չէր, ինչ որ իրենք ակնկալում էին, որ կլինի։ Ու դա շատ հաճախ պարզ է դառնում արդեն product-ի ստեղծումից հետո, չէ՞։ Այո, այդ ոլորտը շատ պրոբլեմատիկ է այն առումով, որ միջինում 18 ամիս մեկ hardware-ի վրա ծախսվում է եւ միջինում $300,000 գումար է ծախսվում աշխարհում ու պատկերացրեք 85%-ը այդ սախ product-ների աղբ են դառնում։ Այսինքն շուկայում չկա պահանջարկ ու այդ process-ը մինչև վերջ այսպես մարդիկ տանում են, գնում են շուկա, հետո են իմանում, որ չկա պահանջարկ, հա, որովհետև երբ որ դու մի բան ես ստեղծել, երբ որ դու դրա հեղինակն ես, քեզ թվում է դու ստեղծել ես երկրորդ հեծանիվը, որ նման մեծ պահանջարկ է լինելու, այդ շատ հետաքրքիր հոգեբանություն է այդտեղ ու այսօրվա դրությամբ մեթոդաբանությունը հետեւյալն է, որ կարծիքների հիման վրա էր կառուցվում այդ հիպոթեզները, այսինքն հիպոթեզը դու ունես, ու հետո կարծիքների հիման վրա հասկանում ես կամ հերքում ես կամ հաստատում ես։ Ու դրանք պատվիրում էին հարցումներ անող ընկերությունների, պատկերացրեք հարցումներ անող ընկերությունները հիմա էլ պատվիրում են, կամ ֆոկուս գրուպաներ են, այն մեծ ընկերություններ, ովքեր ունեն շատ հաճախորդներ, իրենց հաճախորդների շրջանակներում անցկացնում են ֆոկուս գրուպաներ, իրենց հաճախորդներին հարցնում են այսա կգնեք, նա կգնեք, բայց դեռ հարցական է, օրինակ Samsung-ի հեռուստացույց գնողը հարթուկ փոշեկուլ միասին կգնի թե չէ մի սարքի մեջ կարող է հեռուստացույց հաճույքով գնում է Samsung-ը իր սիրելի բրենդն է ու իրեն որ հարցնում են ինքը արդեն ունի կախվածություն այդ բրենդից չէ ինքը ունի անաչառ չի արդեն այդ կարծիքը ինքը ասում է այո սովորաբար չէ կգնեմ որտեղ իր սիրած բրենդն է կամ հարցումներ են իրականացնում այդ հարցում իրականացնող ընկերությունները միջև, այսինքն ինչ որ թիրախներ են ձևավորում, բայց պատկերացրու այդ բոլոր մարդիկ գումարի դիմաց կարծիք են վաճառում այդ կայքերում։ Բնականաբար դա կլինի կողմնակալ կարծիք։ Ամենավատը որ իրենցից որևէ մեկը հաճախորդ չի հանդիսանալու այդ բրենդերի համար, բայց իրենց կարծիքների հիման վրա է ձևավորվում պոտենցիալ շուկա կա թե չկա, պատկերացրեք։ Իսկ մեր պարագայում գնորդն է ինքը քեզ գումար վճարում եւ իր կարծիքը ասում ինքը դա կգնի թե չէ։ Ինձ թվում է հիմա շատերը կզարմանան, թե ինչպես են մարդիկ վճարում գումար հարցերին պատասխանելու համար։ Այո, ինչպես են վճարում, բրենդի էջ է կառուցվում այդ կայքում, ցույց ենք տալիս նկարով ինչ է դա, մի փոքր նկարագրություն եւ բերում ենք հետաքրքրված մարդկանց տրաֆիկ գովազդների միջոցով, այսինքն գովազդի միջոցով դու բերում ես այն մարդկանց, ովքեր իսկապես փնտրել են, դա իրենց հետաքրքրությունների մեջ եղել նմանատիպ ապրանքը։ Եվ մենք ունենք նաեւ օրգանիկ տրաֆիկ էլ, որ մեր կայքի մոտ 500,000 մարդ կա բաժանորդագրված, ովքեր որ
կրկին հանդիսանում են սեգմենտավորվում են եւ ինչ որ օրինակ այս բաժակի հնարավոր է հաճախորդ հանդիսանան եւ իրենց ենք բերում բայց հիմնականը դա հետաքրքրված աուդիտորիա է 95%-ը բերում ենք իրենց ու հասկանում ենք իրենց գործողությունները ինչ են իրենք անում եթե հետաքրքրություն են տեսնում են այդ իրենց հետաքրքիր է իրանք բաժանորդագրվում են ավելի շատ բան իմանալու այդ ապրանքի մասին բաժանորդագրությունները ինձ տանում է երկրորդ էջ որտեղ իրենք գինն են տեսնում մի քիչ ավելի շատ նկարագրություն արդեն ծանոթանում են ինչ որ մանրամասներին եւ այլն եւ այնտեղ գրված է որ եթե դու այս product-ը հավանում ես եւ եթե ուզում ես ունենալ սա ինչ որ մի մոտիվացիայի դիմաց ինչ որ շահադրթում պետք է լինի որ մարդը ուզի դա անել օրինակ առաջինը կունենաս կամ օրինակ քեզ այս գնով կտանք կամ քեզ ինչ որ մի հատ բանի զեղչ կտանք Amazon-ի gift card ինչ որ մի բան խոստում դա կարող է լինել կարող է նկարը առաջին 1000 հաճախորդի ինչ որ միտեղ հայտնվել կախված է բրենդից Ինչ է տեղի ունենում մարդը եթե պատրաստ է լինում այդ product-ի գնի 1%-ի չափով հենց այդ պահին վճարել ինքը արդեն ինչ անում գնորդի վարկագիծը ցուցաբերում չէ հաջորդ ավելի լուրջ բանը դա հենց գնումն է ու 1%-ի պարագայում էլ դա կարա լինի $10 ապրանքի գնից է կախված կարա լինի $100 նայած ինչ թանկության ապրանք է դու տեսնում ես որ մարդը էնել եվրոպացի կամ ամերիկացիները արևմտյան շուկաներում որտեղ իրենց կրեդիտի քարտի տվյալները ոչ բոլորն են հեշտությամբ թողնում եթե մարդը այդ տվյալները լրացրեց ու այդ փողը փոխանցեց դրանից ավելի մեծ ապացույց որ այդ մարդը հետաքրքրված այդ ապրանքով ուղղակի գոյություն չունի ու դա է պրիլոնչի իմաստը ինչը անում հետո ինչա տեղի ունենում նաև այդ մարդիկ հարցումների են մասնակցում բոլոր նրանք ովքեր արեցին այդ գործողությունը բոլոր նրանք ովքեր չարեցին որ ասում են բոլոր համարյա բոլորը շատ մեծ թվով մարդիկ են մասնակցում հարցումների ու ասում են ինչու չգնացին ինչ պարագայում կգնային Ինչը իրենց օրինակ այնքան էլ դուր չեկավ, ու այդ ամբողջ ինֆորմացիան հետո վերլուծվում է, հետևում տվյալագիտությունը աշխատում, այդ շատ ոնց որ տեխնոլոգիական product է ինքը եւ վերլուծություններ են բազմաթիվ տեղի ունենում AI-ով նաեւ արհեստական բանականության միջոցով ամփոփումներ է գնում եւ այլն եւ արդյունքում դու ամեն օրվա կտրվածքով ես տեսնում ինչա կատարվում քո edge եկած մարդկանց հետ ինչպես են իրանք ռեակցիա տալիս, հա, եւ նաեւ հասկանում ես ինչը հետո ուղղել, ոնց լավացնել product-ը, որովհետեւ ինչ 3 բան կարող ես իմանալ, անել այդ product-ը, չանել այդ product-ը կամ ինչպես լավացնել այդ product-ը։ 3 դեպքում էլ ստեղծարը շատ շահեկան բանով է դուրս գալիս, իրավիճակում է հայտնվում, որովհետեւ ոնց որ պատկերացրու ինչքան նյարդեր էր ինքը ծախսելու ժամանակ ու փող ու ստեղծելու էր մի բան, որը միգուցե շուկայում ընդհանրապես պահանջարկ չունի։ Իսկ այսպես ինքը հստակ գիտի ինչ է ուզում իր հաճախորդը, ով է այդ հաճախորդը, որտեղ է բնակվում, ինչ կորելացիա կա Անգլիայում ապրող տատիկի եւ չգիտեմ, ասենք ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգի ինչ որ մեկի միջև, ով շուն ապահում օրինակ, հա, ինչ որ մի բան ընդհանուր գտնում է այդ համակարգը եւ իրենք կարողանում են թիրախային լսաններ ձևավորել, հետագայում էլ դա օգտագործել, ապրանքը ավելի լավացնել կամ հասկանալ ինչ գնային սեգմենտում վաճառել։ Օրինակ եղել է, որ pre-launch-ի շնորհիվ պարզվել է, որ 100% ավելի բարձր գնով կարելի է այդ ապրանքը վաճառել։ Հա, եւ պատկերացրեք այդ ձեռնարկատիրոջ մարժայի մեջ այդ ինչ մի հատ լուրջ բան է, էլի, տեղի ունեցել, որ ինքը լրիվ ուրիշ բան էր սպասում։ Ու խոսքը չի գնում փոքր ստեղծարարների կամ սկսնակ ստարտափերների մասին, խոսքը գնում է նաեւ շատ մեծ ընկերությունների մասին, որոնց հետ մենք արդեն բազմաթիվ համագործակցության փորձեր ունենք, Audi, Bosch, Procter & Gamble, Excelsior Luxottica, այդ Ray-Ban-ի բրենդն է, կամպանիան է։ Ու տենց բազմաթիվ էլի ընկերություններ, որոնք մեր միջոցով կարողացել են տարբեր կոնցեպտներ հաստատել կամ չեղարկել հիպոթեզներ, եւ մեծ ընկերությունները էլ ավելի մեծ պահանջարկ ունեն pre-launch-ից օգտվելու, որովհետեւ իրենց պարագայում իրենք տարեկան հարյուրավոր նորարարություններ են անում եւ դա իրենց innovation manager-ի, ինովացիաների մենեջերի ձեռքի տակի առաջնային գործիքը պետք է լինի, որ ինքը կոնցեպտները հասկանա, որոնք առաջ տանի, որովհետեւ այդ ընկերությունները միլիոնավոր դոլարների վնասներ են կրում մի հատ սխալ product շուկա տանելու համար, հա։ Բայց հավասարապես կարող են օգտվել թե փոքր թե միջին թե մեծ բրենդերը, pre-launch-ը այդ խոսքը միայն ֆիզիկական product-ների մասին է։ Ոչ միայն, մենք նաև ծառայություն ենք մատուցում, եթե օրինակ բրենդը կամ ընկերությունը չի ուզում ինքնուրույն անի, մենք ունենք նախագծի ղեկավարների թիմ, ովքեր այդ վալիդացիայի նախագծերը շուկայի կենսունակության ստուգման նախագծերը իրականացնում են
Եվ այդ ծառայություններն էլ ենք մատուցում, եթե իրենք ինքնուրույն չեն ուզում դա անել, որովհետև մենք այդտեղ բավական լուրջ փորձ ունենք, մոտ 10 տարվա կուտակված փորձ ունենք ու գիտելիք ունենք ճիշտ չափորոշիչներ սահմանելու, օրինակ որ դեպքում է համարվում, ինչն է համարվում լավ, որտեղ դու պետք է հասկանաս, այս տվյալ բաժակի համար, օրինակ 20% ռեզերվացիան դա լավ ցուցանիշ է թե վատ ցուցանիշ է, որտեղ այդտեղ մի քանի պարամետրերով մենք շատ մեծ հաշվետվություն ենք տալիս հետո հաճախորդին, որտեղ ինքը նաև տեսնում է մի շարք պարզաբանումներ է տեսնում, մի շարք բացահայտումներ է իր համար տեսնում, նաև խորհուրդներ է տեսնում, ինչպես ինչը կարա բարելավի, ու մենք ամենաշատը, ամենակոմպետենտը հենց ֆիզիկական նորարարություններից ենք, բայց բազմաթիվ փորձեր ենք տեսել ու Audi-ի համար օրինակ մենք application ենք վալիդացրել, հավելված մեքենայի մեջ դրվող, թեև ասում եմ, ամենափորձառուն ֆիզիկական ինովացիաներից ենք մենք, հա։ Այո, 10 տարվա փորձը ենթադրում եմ հենց կուտակել եք crowdfunding-ի ոլորտում, TCF-ի շրջանակում, ու կուզեմ նաև կարծրատիպ կոտրենք TCF-ի գործունեության մասին խոսելով, ոնց է հնարավոր Հայաստանում գործող հայկական ընկերությունը դուրս գա միջազգային շուկա ու մրցի միջազգային տարբեր ընկերությունների հետ ու նույնիսկ լինի առաջատար դիրքերում, անգամ ամենալավը։ Շատ լավ, մի փոքր sense հավելում էլ անեմ, որ հենց Pre-launch-ի գաղափարը հենց այդ crowdfunding բիզնեսից է առաջացել, որովհետև մեզ էլ էր պետք շատ ճիշտ հասկանալ, որ product-ը արժի վերցնել crowdfunding-ի համար, որը չարժի վերցնել, որովհետև մեր գնագոյացումը վերջում էր, այսինքն եթե մենք success fee էր կոչվում, հաջողության ոնց որ գործակիցներ, ինչքան շատ ես կարողացել հաճախորդի համար գումար crowdfunding-ով հավաքել, դրանից ես տոկոս դու ստանում ու վերջում այդ ժամանակ այդպիսին էր մեր գնագոյացումը ու շատ կարևոր նախապայման էր մենք կկարողանանք ճիշտ ընտրել product-ը, որովհետև եթե ճիշտ չես ընտրել product-ը, այդ product-ը պոտենցիալ չունի, դու վերջում հնարավոր չնչին գումար աշխատես կամ ձախողես, բայց մի ամբողջ ամիս թիմը աշխատել դրա վրա կամ թիմեր են աշխատել դրա վրա, այդ ոնց որ շատ անցանկալի վիճակ էր էլի ու մենք մեթոդաբանություն ռիսկային մոդել էր, բայց օգտվողի տեսանկյունից շատ շահեկան։ Այո, բայց այդ մեզ օգնեց դառնալ առաջատար ընկերություն, որովհետև մենք այդ ժամանակ ինչ որ մի բանով պետք է կարողանայինք մրցել իսրայելական, ամերիկյան առաջատար գործակալությունների հետ ու անհնար էր դա անել ու մենք ոնց որ հենց գնով ոչ թե մաչելի գնով, այլ գնի ձևով, այսինքն մենք վերջում մենք համաձայն էինք, որ վերջում մեզ գումարը տան, այնքան ինքնավստահ ենք հանդես գալիս, ասում ենք մենք օքեյ, մեզ ոչ մի բան սկզբից պետք չի, վերջում ենք մեր գործը կանենք, այդ մեր արածից մեզ կտակ տոկոս։ Ու դա էր ոնց որ այդ մոդելը, որ բնականաբար մենք էլ ամեն ինչ անում ենք, որ դա հաջողի, ու այդ մեթոդաբանությունը այդտեղ օրինեցինք, որ հասկացանք սկզբում ընդհանրապես դա fake door testing-ը կոչվում, այսինքն որ կառուցում ես այդ կայքը եւ այլն, հետո բայց մարդը գնում է վերջում չի կարողանում այդ ապրանքը գտնել, տենց հիմա էլ շատ են օգտագործում, հետո հասկացանք, որ չէ, կարելի է գնալ ավելին, ավելի հիմքեր ունենալ դրա համար եւ հետո հասկացանք, այս մեթոդաբանությունը ամբողջ աշխարհին է պետք եւ այդ մեծ ու չլուծված խնդիր է աշխարհում, որոշեցինք մենք դրանով զբաղվել։ Բայց վերադառնալով crowdfunding-ին, crowdfunding-ում կրկին սկսվել է ամեն ինչ ձախողումներից։ Հետո Նարեկը որոշել է հարց ու փորձ անի այն բոլոր մարդկանց ում հաջողվել է դա անել եւ հարցերի միջոցով հարցրել է 3 բան ասեք ինչն է աշխատում եւ 3 բան ինչը չի աշխատել ու այդպես հավաքել է մեծ բազա էքսպերտների հետ տարբեր խոսալով տարբեր հենց ստեղծարարների հետ հաջողած ու ձախողած եւ որոշել է այդ ամբողջը խմբագրի ու գիրք կազմի, որը որ բոլորին կարա պետք գա, որտեղ օգտակար խորհուրդներ են եղել։ Այդ գիրքը բեսթսելեր է դարձել Amazon-ում այդ տվյալ կատեգորիայում։ Հետո որոշեցինք այդ խորհուրդները ինքներս կիրառել, որովհետեւ հասկացանք ոչ բոլորն են այդ խորհուրդները կիրառում, բայց լավ խորհուրդներ էին բարձվեց։ Ու տենց կիրառեցինք, տենց սկսեցինք մի քանի արշավների վրա, սկզբում մեկ արշավի վրա ենք կարողանում զուգահեռ աշխատել, հետո արդեն թիմը մեծացավ, մենք կարողացանք էքսպերտներ ձևավորել, հա, որտեղ առաջ միայն ամենահիմնական ու կարևոր էքսպերտը crowdfunding-ի Նարեկն էր, ով այդ տարիներին ճանաչվեց աշխարհի 15 լավագույն էքսպերտներից, բայց մեզ հաջողվեց թիմը մեծացնել, crowdfunding-ի էքսպերտներին կրթել հաջորդ սերունդը, այսպես ասած, եւ այդպես կարողացանք կամաց-կամաց
Այդքան էլ կամաց-կամաց չէ, բավական արագ Բավականին մենք արագ, հա։ կամաց-կամացը հարաբերակն է։ Դարձանք այդպես առաջատար, որտեղ մենք ոնց որ մեր համար շատ կարևոր էր, որ եթե մենք մի բան անում ենք, մենք պետք է անենք դա մաքսիմալ լավ, եւ մենք պետք է կարողանանք այդ որ գիտես Ամերիկայում ամենամրցակցային շուկան է, հա, այնտեղ մարքեթինգը այնտեղից է ոնց որ հիմք առել ու այնտեղ շատ զարգացած այդ ամեն ինչը ու Հայաստանում նստած բարդ էր շատ էլի այդ մրցակցությանը դիմանալ, բայց մեզ հաջողվեց ու մեր համար այդ ուրիշ կարևոր էր, ինչու, որովհետև հենց այդ մոտիվացիայի համար, որտեղ մենք ուզում էինք օրինակ լինել ու ցույց տալ, որ ցանկության դեպքում ամեն ինչ հնարավոր է, եթե դիմացինը տելա ոնց է բիոլոգիական մարդ է։ Ու ունի 24 ժամը։ Նույն իրանք ամեն, հա, մի քիչ հատկապես պայմաններն են տարբեր, ոնց որ միջավայրն է տարբեր, բայց ընդհանուր առմամբ շատ բաներ հասանելի են թե մեզ, թե իրենց եւ օր ու գիշեր աշխատանքը շատ հետեւական լինելը ու անպայման մեծ տեսիլ ունենալը թույլ է տալիս հասնել այդ կետին քայլերով ու չշտապելով, բայց ու ֆիքսելով ամեն հաջորդ քայլը, որ ամեն հաջորդ քայլը ձեռքբերում պետքա լինի դեպի ավելի մեծ նպատակ։ Ու այդպես մեզ հաջողվեց, որովհետև մենք համոզված էինք, որ մենք դա անելու ենք։ Դու նաև բերել ես շատ տարբեր պրոդուկտներ, որոնք նորարարություններ են աշխարհում ու դրանց fundraising-ն իրականացրել եք TCF-ի շրջանակում։ Կուզեմ մի փոքր պատմես ու ներկայացնես ինչ ես բերել։ Օրինակ սա աշխարհի երրորդ կազմակերպությունն է, ով արտադրում է մեխանիկական ստեղնաշարեր եւ Kikron-ը անունը այդ ընկերության, ինքը չինական ընկերություն է, բավական մեծ հռչակ ունի, եւ մեր հաճախորդն է, ու ինքը այս ստեղնաշարը առաջի հայացքից թվում է պարզ ստեղնաշար է, բայց ինքը մոտ 65%-ով ասենց լինում հարմարեցնել օգտագործողի կարիքներին, մագնիսով է աշխատում եւ ինքը գեյմերների համար, խաղացողների համար համարվում է տենց շատ կարևոր ու լավ բան, ինքը մի շարք ֆունկցիաներ ունի, որ այլ ստեղնաշարեր չունեն եւ քանի որ իրենց թիրախը հենց խաղեր խաղացողներն են, մենք հիմա շատ կարող է լավ չպատկերացնենք սրա առավելությունները, բայց ինքը մի շարք առավելություններ ունի այդ սեգմենտի համար եւ մեծ հաջողությամբ crowdfunding-ային արշավներ ենք իրականացրել իրենց համար ու մի քանի ստեղնաշար ենք կարողացել շուկահանել։ Այսինքն իրենք շուկայում գոյություն ունեն ձեր crowdfunding-ի արդյունքում։ Իրականում ընկերությունը գոյություն ունի որպես մեխանիկական ստեղնաշարեր արտադրող ընկերություն, բայց իրենց նոր մոդելները, որոնք ել ավելի շատ ինովացիաներ են պարունակում, ինչ որ բաներ են պարունակում, այն սերիական արտադրություններ չունեն, իրենք էլ են գնում եւ այդ համապատասխանությունը փորձում հասկանալ crowdfunding-ի միջոցով, հա, դա մի գործիք է, որ մեծ ընկերություններին կամ միջին չափի ընկերություններին էլ է պետք, միայն սկսնակների համար չէ։ Եվ իդեպ TCF-ը նաև Չինաստանում մասնաճյուղ ունի, ու այդ մասնաճյուղը բացելու նպատակը հենց չինական արտադրողներին օգնել գնալ եվրոպական ու արևմտյան շուկաներ, իրենք ասում են oversea անդերծովյան շուկաներ եւ մեծ հաջողությամբ այդ իրականացնում ենք, որովհետեւ պատկերացնես Շենժեն քաղաքում աշխարհի ֆիզիկական այս hardware-ի ինովացիաների մոտ 80%-ն է արտադրվում, 70-80%-ը, բայց իրենք շատ քիչ են սեփական բրենդերով հանդես գալիս։ Սովորաբար իրենք ավելի արտադրող են մեծ բրենդերի համար, օրինակ iPhone-ի եւ լիքը ուրիշ մեծ անունների, բայց շատ լավ պրոդուկտներ են արդեն իրենք կարողանում ստուգել, արտադրել, եթե առաջ made in China-ն ասոցացվում էր ինչ-որ տենց շատ ցածրորակ, տենց արագ փչացող պրոդուկտների հետ, հիմա ընդհանրապես այդպես չի, որ գնում ես Չինաստան, հասկանում ես ինչ կարգի արագ են իրանք ու ինչ կարգի զարգանում են օրեցօր, դաժե տարեց տարի չէ, այսինքն այնտեղ շատ ամեն ինչ արագ է փոխվում։ Դեպ այդ made in China-ի հետ կապված ասեմ, հայերենում կա չնաշխարհիկ բառը, որ նշանակում է չինական աշխարհից բերված։ Էնպես որ ինքը լավ իմաստով է կիրառվել ու կարող եք Չինաստանում էլ օգտագործել, կարծում եմ իրենց շատ դուր կգա։ Հա, դուր կգա, որտեվ այո, մի պերիոդ իրանք տենց իսկապես ասոցացվում են, որտեվ իրենց պետք է շուկան արագ զարգացնել, դե 1 միլիարդից ավել մարդ պահել շատ բարդ է, արդեն 1.5 միլիարդ իրանք աշխատանք պետք է ունենան եւ երկիրը տենց թիրախավորել էր իրեն որպես արտադրող ու բայց հիմա արդեն անցնում են բրենդեր սարքելուն ու արտահանելուն այդ պրոդուկտները ու շատ մեծ հաջողությամբ իրենց մոտ ստացվում է դա։ Էլ ինչ ես բերել։
Սա շախմատի Հարի տախտակ է, Փոթեր, այո, Հարի Փոթերի բրենդավորմամբ, այս իրենց պարտիկուլար ընկերությունն է, ում հետ երկար տարիներ արդեն համագործակցում ենք եւ իրենց մի շարք պրոդուկտներ ենք տարել, թե crowdfunding-ային շուկա, թե տարել ենք արդեն էլեկտրոնային կոմերցիայի շուկա, այս տախտակը նրանով է հետաքրքիր, առհասարակ այս պրոդուկտը նրանով է հետաքրքիր, որ ինքը ֆիզիկական շախմատ է, բայց հնարավոր է խաղալ հեռավորության վրա երկու անձ կարող են երկուսն էլ ունեն սրանից եւ իրենց այս քարերը, շախմատի այս ֆիգուրաները տեղաշարժվում են։ Ինչ հետաքրքիր է, լրիվ Հարի Փոթերի կոնցեպտով։ Փոթերի կոնցեպտով լրիվ, ու իրենք հիմա այս Universal Studios-ի հետ պայմանագիր են կնքել, որ նաև այս Հարի Փոթերի բրենդավորման պարտադրեն, որովհետև աշխարհում շատ մարդիկ կան, ովքեր բան են սիրում են այդ ֆիլմը, սիրում են այդ գրքերը եւ պատրաստ էին նման բրենդավորմամբ ապրանք ձեռք բերել։ Ու այս տախտակը, այո, ինքը շատ խելացի տախտակ է ու համեցող կարող է սովորել շախմատ խաղալ իր օգնությամբ, ինքը մի շարք ֆունկցիոնալ ունի, ամենակարևորը, որ ոնց որ էլեկտրոնային շախմատ, ինքը ֆիզիկական շախմատ է, ուղղակի էլեկտրոնային հավելվածի միջոցով է աշխատում եւ քո բոլոր ինչ որ դու ասում ես ու անում ես, տեղի ունենում այդ տախտակի վրա։ Հասկացա, շատ լավն էր։ TCF-ը նաև շատ պրոդուկտներ է իրականացրել կենդանիների կատեգորիայում։ Այս ենթադրում էի, որ այս կենդանիների հետ կապված կլինի։ Մի քանի տարի առաջ այսպիսի տրենդ գնաց աշխարհում, որ կենդանիների ավտոնոմացումը կարևոր բան է, որտեղ կենդանիները շատ կախված են տերերից, հիմա իրենց արդեն տերերել արևմտյան շուկաներում չեն ասում, ասում են ծնողներ, pet parent-ներ, ու իրանք պետքա ինչքան շատ ավտոնոմացում տվող պրոդուկտներ էին շուկա դուրս գալիս, այնքան ավելի լավ էին դրանք վաճառվում, սա ինչա, սա ավտոնոմ ջրի սարք է, որ կատուն կարողանում է ինքնուրույն խմել, եթե իր ջուրը պրծնում է, այստեղ ջուրը լցվում է, ինքը գալիս է թաթիկով այսպես սխմում ասրան, ջուրը լցվում է, ինքը խմում է եւ էլ եթե ասենք իր տերը կամ ծնողը մոռացել գնացել է գործի ու կամ ինչ որ դեպքա պատահել երկար տուն չի եկել, այսինքն ծարավ չի մնա կենդանին։ Առնվազն մի քանի օր ինքը պաշար ունի ջրի, մինչեւ որ իրեն կհիշեն կամ միջադեպը կանհետանա եւ կգա տերը տուն ու տիրություն կանի իր փիսիկին, իր կենդանուն։ Ու այսպես շատ պոպուլար են կենդանիների կատեգորիաներում տարբեր գadgetներ կենդանիների համար, շների, կատուների, այլ տնային կենդանիների ու մեծ շուկա կա, շատ մեծ շուկա կա արևմտյան շուկաներում, ու այս ապրանքները մեծ հաջողությամբ վաճառվում են։ Մենք ռեկորդակիր ենք այդ կատեգորիաներում, առաջին ռեկորդը սահմանել ենք ամենաշատ վաճառված ատամի խոզանակը շանը մենք ենք արել։ Շան ատամի խոզանակ։ Հա, $1 միլիոն ծավել, 1.5 միլիոն կարծեմ վաճառել։ Ինչ շնորհարություններ այդ խոզանակը։ Պարզվում է, որ շները ատամների հիվանդություններից ամեն 4 շունը սատկում է եւ շները չեն սիրում ատամ լվալ, որտեղ դա շատ տհաճ երևույթ է իրենց համար, ու մինչեւ այդ գadgetները որ գոյություն ունեն, կերակրի տեսքով, այսպես ոսկորի տեսքով ինքը կրծում է, որ ատամները լվացի, բայց ոնց որ ուտելիքը մաքրելը մի քիչ ոնց որ ծիծաղալու է հնչում, ու այս ստեղծարարը ով ազգությամբ հայ էր, ԱՄՆ-ում բնակվող Պետրոսը, ինքն էլ էր ունեցել նման խնդիր, իր շունը սատկել էր եւ մտածել էր ոնց լուծի այդ խնդիրը, ու հորինել էր անատոմիական շանը համապատասխան կառուցվածք ունեցող խաղալիք, ասենց պինդ կարծր ռեզինից, որը վերևից մածուկը լցնում ես մեջը, շունը կրծոտում է, որտեղ իր բնական պահանջն է, ռեֆլեքս է, ինքը խաղում է դրա հետ, բայց իր մատամները ամբողջությամբ մաքրվում են։ Հետաքրքիր լուծում է։ Մենք ռեկորդ սահմանեցինք այդ դրա վաճառքների գումարի մասով, բայց հետո մենք ինքներս մեր ռեկորդը մի հատ ուրիշ կատվի գadgetով անցանք։ Տենց արդեն հետաքրքիր չէր ինքդ քո հետ մրցել, քո ռեկորդները տենց։ Դեն էլ գնդակ էր մի հատ ավտոնոմ, էլի որ տերը գնում էր գործի աշխատավայրից, կարողանում էր այդ գնդակով կատվին զբաղացնել, որ նա չձանձրանա, չփչացնի, տրամադրությունը չընկնի կատվի հանգած։ Մեզ համար անսովոր է թվում, բայց փաստորեն բավականին մեծ շուկա ունի։ Գիտես մենք ինչ ենք հասկացել այսքան տարիների ընթացքում, որ չկա պրոդուկտի էքսպերտ։ Դա այն կատեգորիան է, որ դու երբեք չես կարող գուշակել, այս մի բանը լավ բան է, թե չէ։ Ոչ ես կատու չեմ պահում, ես չգիտեմ, ավտոնոմ պետքա կատու լինի, թե ոչ, կատվի իրավունքները պաշտպանենք, թե չպաշտպանենք։ Բայց այն մարդով կատու է պահում, ինքը այս խնդիրը ունի ու հասկանում է, որ տենց եղել է իր հետ արդեն, էլի։ Ու եթե դու սրա գնորդը չես, կարծիք հայտնել սա լավ պրոդուկտ է, թե չէ, ուղղակի չի կարելի։
ու մենք ոնց որ pre-launch-ի շնորհիվ էլ երբեք կարծիքներով առաջ չենք գնում։ Մենք գիտենք հստակ, հասկանում ենք թիրախ ունի այդ product-ը, թե չունի։ Գնորդները եկան, գնեցին, ինչու գնեցին, ինչու չգնեցին ու վերջ, դա է ճիշտը։ Կամ մի ճշմարտություն, այդ product-ի թիրախը ուզում է այդ product-ը գնել, թե չի ուզում։ Մենք չենք կարող երբեք ճիշտ գուշակել։ Ինչքան էլ որ այս ոլորտում ենք։ Էլ ինչ ունենք նորարարություններից։ Ուզում եք Gadget Flow-ի առաջին product-ը ցույց տալ, ես ասացի, որ Gadget Flow-ն բանա, gadget-ներ փնտրել գտնելու հարթակա, discover անելու հայերեն ոնց են ասում, բացահայտելու, gadget-ներ բացահայտելու հարթակը աշխարհի ամենամեծ հարթակն է այդ կատեգորիայում ու հազարավոր մարդիկ են գալիս, 100 հազարավոր մարդիկ են գալիս այդտեղ gadget-ներ փնտրելու։ Ու ինքը մեդիա հարթակ է, այսինքն ինքը marketplace չի, չես կարող դու այնտեղից գնում անել, ինքը անաչառ կարծիքներ ունեցող մեդիա հարթակ է, ու այնտեղ պարտադիր դու գումար վճարես, որպեսզի քո product-ը հայտնվի այնտեղ։ Այդ product-ը կարա հայտնվի միայն այն պատճառով, որ մեր ընթերցողներին հետաքրքիր է եւ մենք պետք է իրանց այդ ինֆորմացիան տանք, համեմատականներ տանք եւ այլն եւ այլն։ Եվ մենք առաջ որոշեցինք նաեւ product անել, սեփական, այս մեր Gadget Flow-ի առաջին սեփական product-ն է, կոչվում է Memory Frame։ Ինչ է սա, application-ով աշխատող բան է, ցուցատախտակ, հա, մի խոսքով։ Եվ ինչ ասա անում։ Ում որ ուզում եք, ասենք, չգիտեմ, ծնողների տես նվիրում, եւ դու ճամփորդում ես, իրենք դու կարողանում ես նկարներ այդ application-ի միջոցով այստեղ ներբեռնել, իրենք հեսա տեսնում են։ Հա, շրջանակ, որտեղ նկարները փոփոխվում են։ Շրջանակ, որոնք նկարները փոփոխվում են, բայց այդ նկարները on-line են փոփոխվում եւ դու կարողանում ես մշտապես կապ պահել այն մարդու հետ, ում որ ֆիզիկապես չես կարող նկարներ ուղարկել կամ առօրյայում չի ստացվում։ Նկարը փոխվում է։ Հա։ Եվ այս կատեգորիայում որոշեցինք product սարքել։ Հիմա վաճառքներով ենք զբաղված նաև այս product-ի, որովհետև նաև գիտենք, տեսել ենք, որ շատ մարդիկ են հետաքրքրված նման ֆրեյմերով, նման շրջանակներով։ Շատ հետաքրքիր միտք է։ Այս մեր սեփական այնց որ product-ներ։ Այսքանն էի բերել այսօր, բայց իրենք հազարավոր են։ Ինձ թվում է շատերին կհետաքրքրի, նույնիսկ ես մտածում եմ ձեռք բերելու մասին արդեն։ Մեր հարազատները հաճախ ոնց որ հեռու են մնում են ինֆորմացիայից եւ էմոցիաներից, որ մենք ունենում ենք օրվա ընթացքում ու չենք հասցնում իրենց հետ կիսվել ու այդ պահը անցնում է։ Կամ թորնիկներին կամ չգիտեմ։ Խոսքով մի վտանգավոր միտք ասեմ, չգիտեմ ոնց կհասկացվի, բայց հարազատ բառը ասացի, դրանից եկավ մտքիս։ Նկատած կլինեք, չէ, հատկապես այդ պահպանողական ընտանիքներում մահացած մարդկանց նկարները տարբեր չափերով բանով դնում են ու հիմնական որ անծանոթ մարդիկ գնում են տուն կամ տան փոքրերը բան վախենում են անհարմար է լինում։ Այս շրջանակը ինձ թվում է շատ լավ լուծում է այդ հարցին, ու ոնց որ ցանկալի չլինի, կարա փոխի եւ ով ուզում է այդ շրջանակով այդ մարդուն տեսնի, շատ հանգիստ ոնց որ կարա դնի ու վայելի։ Կներեք ես մտքի համար։ Կիրառական մասը ինչ ասես կարա լինի դու շատ կրեատիվ ես։ Այդ ինչի մտքովս անցավ, որովհետև շատ տներ կան, դու այդ մեծահասակի հետ ընդհանրապես կապ չունես ու մտնում ես անհարմար է, ընդհանրապես մի կոճակով կարելի է այդ հարցը լուծել։ Քանի որ շատ խոսեցի, ընդգծեցի, որ մենք առաջատար ենք, աշխարհում առաջինն ենք եւ այլն, որոշել էի նաեւ հետս բերել ու ցույց տալ մեզ դիտողներին, լսողներին մեր մրցանակները, որոնցով շատ հպարտանում ենք ու այս նաև ընդգծում է մեր աշխատանքը, չարչարանքը, մոտիվացիան բարձրացնում, ուժատալի շարունակելու մի խոսքով։ Այս տարի շատ մրցանակաշատեր իրականում մի շարք մրցանակներ ունեինք հաճախորդների մրցանակաբաշխություն կա, հեղինակավոր կայքեր կան աշխարհում, ոնց որ հաճախորդների գնահատականի Օսկար, այսպես ասած, քլաչ կայքն է եւ մեզ 4-5 կատեգորիայով մենք առաջինն ենք ճանաչվել աշխարհում, ու այս ամենավերջինը բաններ, այս անունը այս award-ի մի հատ պետք է ասած շուտ տամ, US Agency Awards-ն է, այսինքն Ամերիկայի գործակալությունների մրցանակաբաշխությունն է, բոլոր մարքեթինգային գործակալությունների crowdfunding-ային ու e-commerce, որ մեզ այս երկու կատեգորիայով առաջին տեղն են տվել։ 1.7 միլիոն դոլար ներգրավելու համար, մյուսը 4 դոլարի օրինակով են իրենք տալիս, այսինքն դու ինչ-որ նախադեպեր պետք է ունենաս, ինչի հիման վրա են իրենք դա որոշել, ու այս кейսերի վրա են տվել, բայց այդ գումարները այդքան էլ էական չեն, իրականացումն է էական, այս մեկը բանը
լավագույն PPC արշավն ա եղել այդ բոլոր գործակալությունների մեջ Google-ի գովազդների արշավը եւ այս մեկը best PR campaign-ի համար են տվել, այսինքն լավագույն PR արշավն ա եղել այդ product-ի հետ ներքևում գրածի հետ համագործակցության ժամանակ, ինչը որ ինչի է այդպես արվում, որտեղ ինքը հստակ case-ը կարող ես գնալ, նայել, բացել, ուսումնասիրել ու հասկանալ ինչու են իրենց տվել այդ մրցանակը, մեզ տվել այդ մրցանակը եւ այդպես Շատ ուրախացել ենք ու այդ էլ Հայաստանում գտնվելով այո թիմը որ ստանում ենք այս բացելու արարողությունը որ ցույց մրցանակներ եկել են յուրաքանչյուրը տեղի ներդրումը ունի ու շատ հավես է երբ որ նման բաներ ստացվում անել Ընտիր Ես իդեպ շատ հաճախ կիրառել եմ իմ տարբեր թիմերում TCF-ի տարբեր մոտեցումներ, ձեր նոհաուները, ամեն շաբաթ թիմով իրար հետ նոր գիտելիքով գործիքակազմով կիսվելու մոդելը, ձեր 20%-ի մոդելը, ինչի՞ չէ, երբ որ դրամահավաքի արշավներ էինք իրականացնում, նույն մոդելով էինք առաջնորդվում ու դրանք տենց մեկը մեկից հետաքրքիր են։ Այ կուզեմ մի քիչ խոսենք հենց TCF-ի ներթիմային մոդելի մասին, որտեղ ձեր բոլոր աշխատանքների հիմքում թիմային մոտեցումն է։ Այո, ամենասկզբում, երբ որ մենք որոշում ունեինք, որ մենք դառնալու ենք առաջտար ընկերություն ու աշխարհում համար մեկն ենք լինելու, մենք հասկանում ենք, որ դրա համար միայն ասելը բավարար չի, կամ միայն ուզելը բավարար չի, դրա համար մեծ տնային աշխատանք կա անելու, հետևողական, շարունակական աշխատանք ու սկսել ենք, որ մենք տեսիլ ունենք, մենք տեսնում ենք, որ աշխարհում ցանկացած հետաքրքիր հավես գաղափար պետքա կարողանալ կյանքի կոչել։ Մենք տեսիլ է այդպեսին էր, ու այդպեսին չէր աշխարհը, այսինքն մեծ ընկերություններ ունեն այդ հնարավորությունները, փոքր ստեղծարները, սկսնակները կամ թեկուզ մեծերն էլ միգուցե ունեն ֆինանսական հնարավորություններ, բայց իրենք չգիտեն իրական այդ ապրանքի կարիք կա շուկայում, թե չէ, հա, հատկապես նորարարությունների ոլորտում։ Մենք կարծում ենք, որ մեր տեսիլներ, որ աշխարհը պետքա լինի այնպեսին, որպեսզի բոլոր թույն գաղափարները կյանքի կոչվեն։ Ու որոշեցինք մենք ոնց անենք, որ դա տեղի ունենա, մեր գործը որը պետքա լինի, հասկացանք, որ մենք ուզում ենք ստեղծել էկոհամակարգ, որտեղ այդ ամեն ինչը կաշխատի, այսինքն որտեղ որ ասում ենք where innovations thrive, որտեղ ինովացիաները ասենց թռնելու են, հա, կյանքի են կոչվելու, ու հասկացանք, որ պետք է այդ ստեղծարարներին այսպես ուժ տանք, հզորացնենք, գործիքակազմ տանք, մոտեցում տանք եւ այլն։ Okay, դա որոշեցինք, որ անում ենք։ Բա ոնց ենք դա անում։ Հասկացանք, որ մենք մշակույթ պետք է ունենանք, որը այդ ամեն ինչի իրականացմանը նպաստելու է։ Ու մշակույթից բացի ինչ արժեքներ կան, որ կարևոր են, որ մենք ունենք, ու այդ արժեքները ոնց անենք, որ մեզ միանան նույնատիպ արժեքներ կրող մարդիկ, կամ գոնե ընթացքում ենք բացահայտենք այդ մարդիկ ունեն այդ արժեքները, թե չէ, որպեսզի մենք կարողանանք, որտեղ հասկանալի է, չէ, որ մի հոգին մի խաղ կարա հաղթի, չեմպիոնատ չի կարա հաղթի, այսինքն չեմպիոնատի համար քեզ թիմ ա պետք, որտեղ կա ասենց շատ պայծառ խաղացող, 1-2 խաղ կհաղթի։ Չեմպիոնատ երբեք ոչ ոք մի հոգով չի հաղթել։ Ու մենք դա քաջ գիտակցում ենք ու շատ հաճախ նաև ֆուտբոլի հետ անալոգիաներ ենք բերում, այդ մենք շատ ենք սիրում անել, որտեղ բոլոր մարդիկ տեղյակ են ինչ-որ չափով ֆուտբոլից ու հասկանում են, երբ որ անալոգիա ես բերում։ Մենք որոշեցինք, որ մենք բարձր լիգայում ենք խաղում եւ մեզ պետք են չեմպիոն մտածողությամբ մարդիկ, ֆուտբոլիստներ, ովքեր պատրաստ են ոնց որ ուժ ու եռանդ չխնայել, որպեսզի բարձր լիգայի խաղացող լինեն, հա։ Եվ հասկանում դուրս բերեցինք, թիմով ենք այդ դուրս բերել, որ արժեքներն են, որ մեզ միավորում են, որն է որ շատ կարևոր է նաև այդ միսիայի առաքելության իրականացման համար, հա, որ մեզ տեսնեն որպես էկոսիստեմայի շինարար եւ որ հարցն բան ինչ անում TCF-ը, ասեն դե էկոսիստեմա է սարքում, ինչ անում, պարզ լինի դա բոլորի համար։ Ու այդ սկզբունքները որդեգրեցինք ու դրեցինք մեր ամեն ինչում, սկսած մեր անձնակազմի համալրման մոտեցումներից, հետո առօրյան ինչպեսին պետք է լինի։ Այ ինչ մոտեցումներ կան։ Օրինակներով կարող ենք խոսել։ Հա, մոտեցումներով, որ եթե դու օրինակ որոշել ես, որ ծառ պետք է բարձրանաս, դու պետք է սկյուր փնտրես, որտեվ հնդկահավին շատ բարդ է ծառ բարձրացնելը։ Կարող է մեկին հաջողվի, բայց սկյուրերը արագ են բարձրանում, բնազդ ունեն, հա։ Ու տենց ոնց որ եթե մենք որոշել ենք միջազգային խաղացողներ լինենք, մեր միջազգային շուկան է, ու ինչու միջազգային, ես շատ կուզեմ մեզ լսողները լսեն, որտեվ մի հատ պարզ տրամաբանություն կա։ Հայաստանը ունի լիմիտավորված 1 միլիոնանոց շուկա ամենաշատը։ Աշխարհում կա 8 միլիարդ մարդ։
Հիմա ինչի այդ առավելությունը ասենք չօգտագործել, ինչի կենտրոնանալ փոքր շուկայի վրա ու փոքր հնարավորությունների հետևից ընկնել ու նույն չափ տանջվել, եթե կա հսկայական շուկա, որը որ բաց է, գնացեք վերցրեք, հա, ու մեր ունենք պայծառ ուղեղներ, որոնք կարան ծառայություն, product արտահանող լինեն ու ունենան մեծ շուկաներ, շատ ավելի լուրջ գումարներ գեներացնեն, շատ ավելի մեծ արժեք ստեղծեն։ Ու այդ ամեն ինչը գա մեր տնտեսություն։ Ինչու ոչ։ Մի խոսքով այդ գաղափարն էլ ունենալով մենք սկսեցինք ընտրելուց էլ արդեն հաշվի առնել ու մենք ընտրում, հա, ովքեր պետք է մեր թիմին միանան։ Բնականաբար, որ հիմա մեկին գնաս հարցնես փողոցում, ասես, ինչպիսի արժեքներ են սվորթեգրել, որոնք են քո, ինչ են ասում 99% դեպքերում, ես իմ շատ մեծ փորձից եմ ասում, բազային, էլեմենտար արժեքներ են ընդգծում։ Օրինակ, ասենք, վստահությունը, անկեղծությունը, պատասխանատվությունը։ Անպատասխանատու մարդու հետ ով կուզի գործ բռնել կամ ոչ անկեղծ, կեղծավոր մարդու։ Դրանք ոնց որ ամենամինիմ նվազագույն, անհրաժեշտ, բայց ոչ բավարար մեկնարկային կետեր է, էլի։ Ու ոնց որ դրանից ավել բա ինչ կարող ես տալ։ Օրինակ, դու շատ անկեղծ ես, բայց արդյոք դու համագործակցող ես։ Արդյոք դու արդյունքամետ ես, թե մենակ անկեղծ ես։ Անկեղծ, բայց արդյունքապահող, ասենք, ինչ ես դու անում։ Ոնց որ շատ ահավոր կլինի։ Դուրս բերեցինք 10 արժեք, որոնք մեր համար տենց շատ կարևոր էին։ Սկզբում 5-էր, հետո հասկացանք պետք է ավելացնել կարևոր կետերը, տենց 10-ի վրա կանգնեցինք։ Օրինակ, ասենք feedback-ը, հա, այդ հետադարձ կապի մշակույթը շատ չզարգացած է մեր շուկայում, ընդունված չի ընդհանրապես, որովհետև դիմացինին նեղացնելը լավ բան չի համարում։ Մշակութային երանգ կոնտեքստ ունի, այո, ու շատ ոնց որ բարդ է այդ սովորեցնելը, բայց երբ որ մարդը հասկանում է ինչի պետք է ինքը քեզ feedback տա, ու մեր կոնցեպտում դա նվեր է։ Իհարկե ոչ մեկը չի սիրում, երբ որ իրեն բան են անում կոնստրուկտիվ քննադատում են, բայց երբ որ դու մի հատ հարց ես քեզ տալիս, ասում ես լավ, ինչի է Լիլիթը ինձ էս բանը ասում։ Ինչի է ասում, ինչ է հետապնդում։ Առանց դեռ արձագանքելու։ Դու հասկանում ես, չէ, ոնց որ թե իր ասածների արդյունքը նա է, որ իմ աշխատանքի արդյունքը ավելի լավը լինի։ Ստացվում է Լիլիթը ինձ նվեր է անում։ Իհարկե, որովհետև եթե feedback չտա, բնականաբար չի ուզի, որ քո մոտ ինչ-որ բան լավ լինի։ Եթե չուզեց քո մոտ լավ ստացվի, ինքն էլ քեզ փոխկապակցված է, մեր մոտ չկա մեկ մարդ, անգամ մեր մաքրուհին ինքն իրանով առանձին ամբողջական product չի կարող տալ։ Իսկն մեր մոտ բոլորը իրար փոխկապակցված են, բոլորը նույն նավի մեջ են։ Ու բնական շահագրգռվածություն էլ կա, էլի ոչ միայն բարի մաղթանքներից կամ ցանկություններից ելնելով, այլ ես շատ հստակ գիտակցում եմ, եթե ես իմ աշխատանքը լավ չարեցի կամ եթե դիմացինը իրենը լավ չարեց, ինչքան է ես իմը լավ անեմ, արդյունքը վատն է լինելու։ Դրա համար ես պետք է շահագրգռված լինեմ, որ ինքն էլ իրենը լավ անի։ Պարզ տրամաբանություն։ Հետո մեր մոտ չկա երկու կողմեր, չկա գործատու ու աշխատող։ Մենք աշխատող տերմինը ընդհանրապես չենք օգտագործում։ Եթե մարդ ուզում է գնա աշխատանքի, դա TCF-ը չի հաստատ, հա, ստեղ աշխատանքի չեն գալիս։ Ստեղ գալիս են դառնալու միջազգային կարգի միջազգային խաղացող են գալիս դառնալու, ստեղծելու պորտֆոլիո, հասկանալու, ինքնայրացվելու եւ ազդեցություն ունենալու։ Այդ մարդու ամենակարևոր պահանջմունքներն է, ու մենք որոշել ենք, որ այդ ֆիքսենք, որովհետև ինչքան էլ դու բարձրանում ես այդ Մասլոուի բուրգով, վերջում մեկը դա ես ուզում, հա, ինչքան ամեն ինչը բավարարել ես, հարստություն, հարգանք, սեր, պատիվ, ամեն ինչ ունես, վերջում միևնույնն է, ուզում ես ունենալ ինքնայրացում եւ ազդեցություն։ Եվ մենք այդ դրել ենք ամենահիմքում, ասում ենք, գիտես, դու կարող ես ունենալ ազդեցություն եւ ինքնայրացվես։ Ու եթե դու դառնում ես համար 1 մասնագետը, նշանակում է մենք այդ համար 1 ձեռքբերումը ունենում ենք, մենք չենք կարող տարբեր բաներ ուզել։ Եվ մենք ուզում ենք նույն բաները, ու նույն բաների համար ենք պայքարում, ու այդ իդենտիկա շատ դառնում էլի արդեն։ Ոնց որ երբ որ նույն կողմը, դու նույն կողմն ես, օպոնենտ չես քո թիմակցի հետ, օպոնենտը շուկան է, մրցակցությունն է։ Մենք միասին ենք, այսինքն չկա տենց մի բան, որ մեր թիմակիցը իրեն ձեռնտու լինի, մեզ ձեռնտու չլինի եւ հակառակը։ Հա, շատ լավ մոտեցում եք բերել ու այդպես յուրաքանչյուր թիմակից կհասկանա լիարժեք կերպով իր բոլոր առավելությունները։ Ուղղակի պետք է մարդկանց բացատրել դա, էլի, որտեղ այնքան པարզ է դրա տրամաբանությունը, մեկը չի կարող հերքել։ Հիմա որևէ մեկը չի կարող հերքել, ասել չէ, տենց բան չկա, ոնց կարա չէ։ Թե շատ փող ես աշխատում որպես ընկերություն, ավելի լավ սուրճ ես կարողանում առնել, ավելի լավ պայման ես կարողանում ստեղծել, ավելի շատ աշխատավարձ ես կարողանում տալ, հնարավորություններ ես ավելի շատ ստեղծում այդ նույն մարդկանց համար, չէ՞, ու այդ մարդը դառնում է, ասենք, որ ասում դու որտեղ ես, ում թմից ես,
TCF-ից, TCF-ը համար 1-ն է, ուրեմն դու էլ ես համար 1-ը, չէ, որ TCF-ում ես։ Եվ հակառակը, եթե ինչ որ համար 1-ը մեր մոտ է, ուրեմն մենք համար 1 ընկերությունն ենք։ Այսինքն դա այնքան sense բնական շահեր են, էլի, որ բարեգործություն, բարեգթություն, չգիտեմ ինչ որ սենտիմենտներ չեն։ Դրանք շատ པարզ տրամաբանական եզրույթներ են, որ մենք որդեգրել ենք, որ sense པարզ բացատրում ենք մարդկանց, ու շատ մեր մոտ sense ուղիղ է կոմունիկացիան, այսինքն ինչ մտածում ես, դա ասում ես։ Եվ այդ նույն նվեր կոնցեպտից, հա, ֆիդբեքի, պատկերացրու դու մի բան շատ սիրում ես, բայց քեզ այդ նվերը բերել են ճմրթած տոպրակով։ Միևնույնն է մեջի պարունակությունը, դա այն ինչ որ դու շատ սիրում ես ու քեզ պետք է դա։ Հիմա տոպրակը լավը չի։ Okay, կարա տենց է լինի։ Տոպրակը բացեցիր, տեսար մեջը քո ամենասիրելի բանն է։ Հիմա ոչինչ որ ճմրթած տոպրակով են բերել, չէ։ Նույնը ֆիդբեքը, քեզ կարող է լավ չկարողանան սիրուն բառերով նկարագրել, ինչի դու մի բան լավ չես արել կամ ոնց կարող ես ավելի լավ անել։ Բայց content-ը շատ կարևոր է, ինչու են քեզ դա ասում, չէ, ու ոնց կարող ես դա օգտագործել։ Ինչ որ մեկը անվճար մտածել է քո աշխատանքի արդյունքը լավացնելու համար մի բան, եկել է քեզ ասում է, փոխանակ դրանից օգտվես, շնորհակալություն հայտնես, մի երկու հատ էլ ավել հարց տաս, գնա էլի մտածի, էլի անվճար գա քեզ ասի, դու մի հատ էլ նեղվում ես, դժգոհում ես, թե ինչ ես եկել ինձ, գիտես սաղ կյանքս, այդ վիճակով ինչ որ մի հատ բան ես ասում այդ մարդուն, երբ որ դու սկսում ես հասկանալ, իհարկե էմոցիոնալ սկզբում այդքան հեշտ չի ընդունելը։ Ոչ թե գործի մասին է ընկալվում այդ հետկարծիքը, այլ անձնական են ընդունում։ Նորմալ է որ մարդը քննադատությունով է սիրում, բայց որ հասկանում ես ինչու են քեզ քննադատում, ու դա կարևորը կառուցողական է, չէ, գործողություն կա դրա, մղված է, միտված է գործողության, դու հասկանում ես, որ չէ, նվեր է, ասեմ շնորհակալություն դրա համար, որ էլի ստանամ, այդպես։ Երբեմն լինում է որ կարող է տենց այդքան էլ քաջատեյակ չէ այդ մարդը ֆիդբեք է տալիս ինչ որ բանի մասին, որից խորը պատկերացում չունի, բայց հերիքա դու մեկ անգամ ոնց որ արգելակես այդ մարդուն կամ այնպես անես որ ինքը էլ չուզի քեզ ասել, հաջորդը կարող է լիներ քո կյանքի փրկությունը ու ինքը քեզ էլ դա չի ասի, դրա համար պետք է համբերատար գտնվել, լսել, շնորհակալություն հայտնել, բացատրել թե կուզդ կիրառելի է թե չէ, երկխոսություն ուտեղ ունենալ ու չանձնավորել ընդհանրապես։ Այդպես։ Հետո էլի մի շարք արժեքներ ունենք, continuous learning օրինակ շարունակական սովորելու ունակությունը, որտեվ այսօր արդեն բոլորս հասկացանք ինչքան կարևոր է դա, ու քո նշած know-how-ները մենք 6-7 տարի շարունակ ամեն երկուշաբթի գիտելիքով կիսվելու ժամ ունենք իրար հետ, այտենց ֆորմատավորված է, որ դա արդյունավետ լինի եւ լինի։ Թիմի բոլոր անդամները կիսվում են մեկ շաբաթվա ընթացքում իրենց ձեռք բերած նոր գիտելիքով։ Այո, գիտելիքով, ստրատեգիայով, գործիքով, բայց ամենակարևորը ոչ թե միտեղ Google-ել կարդացել են կամ հիմա արդեն AI-ով են ինչ-որ բան իմացել, այլ իրենք դա կիրառել են, արդյունքներ ունեն, դա աշխատել է, ու եկել են դա ներկայացնում։ Ուղղակի պետք է շատ կարճ դա անեն, 3 րոպե տևում է յուրաքանչյուրի պրեզենտացիան։ Ու այդ 3 րոպեն էլ elevator pitch-ի կամ վերելակային ելույթի հմտությունն է, հա, զարգացնում, որ դու կարողանաս 3 րոպեում այնպես բացատրել, որ քո թիմակիցները լիարժեք հասկանան ինչի մասին ես խոսում։ Այո, հարակից օգուտները շատ են այդ know-how-ի, արդեն ներկայացման հմտությունները, public speech-ի, հանրային խոսքի եւ այլն, բայց ամենակարևորը, որ դու հասկանում ես, այս մարդը մի շաբաթ ինչով է զբաղված եղել, ինչ է սովորել, ոնց է կիրառել ու ակումուլացված ոնց որ ստացվում է 1 ժամվա ընթացքում դու կարողանում ես այդքան անդամի թիմի շաբաթվա աշխատանքը փոխանցել, էլի այդ ինձ թվում է շատ հավես մոդել է։ Շատ։ Այդպես ու փորձում ենք այդ հասկանալ համապատասխանությունը մարդկանց այդ արժեքներին ու մշակույթը ինչ է, ասենք երբ որ մարդուն ոչ ոք չի տեսնում ու ինքը շարունակում է անել այդ նույն բանը, այդ ժամանակ կարող ես ասել, որ այդ մշակույթը այդտեղ ապրում է, հա, ոչ թե որ ինչ որ քեզ վերահսկում են կամ ղեկավարության ներկայությամբ դու մի վարքագիծ ես դրսևորում իր բացակայության ժամանակ այլ։ Երբ որ դու միշտ նույն ձև ես քեզ պահում, այդ ժամանակ նոր կարող ենք ասել, որ այդ մշակույթը այդտեղ գոյություն ունի ու այդ մարդիկ իսկապես կրողն են մշակույթի։ Վստահաբար։ Այ կուզեմ մի քիչ խոսենք նաև առաջնորդության մասին։ Դու նաև կին լինելով ենթադրում եմ որոշակի բարդություններ կունենաս գործարար դառնալու քո ճանապարհին այդտեղ մուտք գործելիս, քանի որ այդ դաշտում մենք շատ քիչ ենք հանդիպում կանանց, որ կետից է սկսել ու ոնց է անցել քո ճանապարհը մինչև այստեղ հասնելը։ Ես տենց շատ դեմ եմ էմանսիպացված վիճակներին ցանկացած երևույթի, հատկապես այդ նույն կանանց հետ կապված էլ ու
բայց պատմականորեն կա ինչ-որ որոշակի անարդարություն, որը գալիս է տնտեսությունից։ Օրինակ, ասենք կանանց մուտքը տնտեսություն ու առհասարակ աշխատանքային հարաբերություններ ամենաշատը խրախուսել է լվացքի մեքենան, որ այսպես այդ ոչ մեկ չի եղել, ոչ մի human rights, մարդու իրավունքներ չգիտեմ, լվացքի մեքենան եղել, որ մարդուն ազատել է մի 6 ժամ ժամանակ, ինքը կարողացել է այդ ընթացքում ինչ-որ ուրիշ ավելի օգտակար բանով զբաղվել, էլի, ու տենց լիքը պարզ բաներ։ Ու պատմականորեն այնպես է եղել, որ կանանց վրա եղել ընտանիքի խնամքը, հիմա ինչի է կանանց մուտքը այս ամեն ինչում շատացել, որովհետև գադջետները, տեխնոլոգիաները զարգացել են եւ ազատվել են որոշակի ժամանակ ու դու կարող ես դա ավելի օգտակար բաների վրա ծախսել ու դու էլ ինքնայրացվել եւ ունենալ ազդեցություն, ինչը շատ բալանսավորում է իրականում այդ սա։ Ինձ թվում է այդ է հիմնական շարժիչը եղել։ Իմ մոտ ոնց է ստացվել, ես մանկուց ձեռնարկատիրական բազմաթիվ փորձեր եմ արել, 10 տարեկանից սկսած, հայրիկս է խրախուսել շատ այդ, ինչի համար իրեն շատ շնորհակալ եմ, ասենք ծննդյան նվերս կարող է լինել ինչ-որ մի հատ մի բանի ստանոք, մոմի ստանոք, օրինակ այն մութ տարիների սերունդ եմ ես եւ ու ինչ էիր անում այդ ստանոկը 20 հատ մոմ էի կարողանում արտադրել 1 ժամ երբ որ հոսանք էր լինում, ես հասցնում եմ մի կաթսա պարաֆին հալացնել ու 60 հատ մոմ արտադրել ինչ դեռ մյուս երեխաները ինչ-որ սերիալ էին նայում Ռաբինե Իզաուրը կամ չգիտեմ ինչ, ու ես այդպես էլ մինչև հիմա սերիալ չեմ նայում ու գնում եմ հետո դա վաճառում եմ խանութներին էի հանձնում, հետո խամյակներ եմ բուծել վաճառել, բան կենթանական խանութներ, ես միշտ տենց փորձել եմ ինքնուրույն գումար աշխատել ու հայրիկս խրախուսել է շատ, գումար տալու փոխարեն ինչ-որ մի հատ գործիք հա տվել, որ ես կարողացել եմ գումար աշխատել, հա, ցելոֆան կպցնելու ստանոք եմ ունեցել այն ժամանակ այդ մեկ անգամյա օգտագործման, մի խոսքով տարօրինակ բաներ շատ ու այդպես զարգացրել է իմ մեջ այդ 16 տարեկան խանութ եմ ունեցել արդեն աշխատացրել եմ փոքրիկ խանութ էր ճիշտ է բայց 2 վաճառող ունեի ես էլ էի գիշերներն էլ ես էի աշխատում ուր ժամերի մի խոսքով այդպես համատեղել եմ միշտ սովորելուս հետ Հետո մազերս միշտ երկար եմ պահում, ասում են կնոջ մազը երկար, խելքը կարճ, այդ կոնցեպտի համար ես միշտ երկար մազերով եմ եղել, որ տպավորությունն էլ կարճատիպը կոտրեմ, իրականում երբեք չեմ կենտրոնացել դրա վրա, իհարկե շատ դժվարություններ եղել են, հատկապես որ երիտասարդ կին, ասենք ես 20 տարեկանից ղեկավար արդեն բաներ եմ զբաղացրել, հաստիկներ ու բնականաբար պատկերացնում ես մարդկանց վերաբերմունքը այդ ամենին, բայց այդ հետո օրգանիկ շատ արագ անցել է, որովհետև սկզբից բնականաբար մտածում եմ դե այսինչ աղջիկ է եկել ինչ պետք է մստեղ հենց ասի սովորացնի, բայց երբ որ դրա վրա ընդհանրապես չես կենտրոնանում, գործի վրա ես կենտրոնանում, չես փորձում ապացուցել, որ կինը կարա խելացի լինի։ Դու ապացուցում ես, որ դու որպես ղեկավար կամ մասնագետ ինչ որ բան ես քեզ հենց ներկայացնում ու դու եկել ես խնդիր լուծելու, միասնիկ է տանելու։ Այդ արդեն փոխում է խաղի կանոնները։ Երբ որ կանայք կենտրոնանում են ինչ որ բան ապացուցելու վրա, իրենք այդտեղ տանուլ են տալիս իրանց էներգիան գնում է լրիվ ուրիշ ուղղությամբ, շատ անարդյունավետ, ուրիշի խաղ են սկսում խաղալ։ Ես միշտ իմ խաղն եմ սիրել խաղալ, էլի, այդպես։ Ու ոնց է ստացվել տեխնոլոգիաների ոլորտ մտնել, դե այստեղ չեմ կարող չնշել իմ շատ սիրելի ընկեր Գևորգ Պողոսյանը։ Բոլորիս մինչև այդ ես արդեն երևի մոտ 1 տարի որոշել էի, որ ես այլևս վարձու աշխատանք չեմ անելու, կարիերա եմ արել ռեալ սեկտորում 7 տարի, 9 տարի ֆինանսաբանկային համակարգում, տենց ղեկավար պաշտոններ եմ զբաղեցրել, այսպես ասած հարգանք պատիվ, հետո մի կարճ ժամանակ էլ հանրային կառույցում եմ աշխատել, բայց շատ կարճ 5 ամիս ընդամենը, ոնց որ ես այդտեղ շատ հստակ գիտակցի, որ բիզնեսն է իմը ու ճիշտ որոշում եմ իշտեղ էլ հանրային կառույց չգնալ ու ես ու իմ գործընկեր Գանեն Թումայինց ընկերություն էինք հիմնել, որը բնականաբար 20 տարվա, 40 տարվա մանկավարժի իրակուտակած փորձը մի ձև պետքա մոնետիզացներ եւ ես շատ հայտնի էի մարդկանց ու մշակույթի մասնագետ որպես այս շուկայում դինոզավրերից այն 2000 թվականներից սկսած ու որոշել էի դա մատուցել այդպիսի ծառայություններ շուկային ու Գանեն էլ ինձ միացավ հասկացանք այս շուկայում կա մեծ բաց եւ բոլորին պետքա դա բոլորին պետքա թիմերը լավացնել մի խոսքով մշակույթ եւ մարդիկ կարեւոր են դաժե Իոսիֆ Ստալինն է ասել կադրի решать ու դա ենք անում հետո բաթաբար էլի տեսա Գևորգ Պողոսյանին էլի են մարդուն հանդիպեցի ու ինքը 15 տարի շարունակ ինձ առաջարկ
արել, որ միասին բիզնես անենք, ինչ որ մի հատ նախագիծ անենք եւ այլն եւ այդ նույն բանը էլի առաջարկեց, ասաց ինչ որ դուք անում եք լավ չի սխալա, արի այսինչ PR գործակալություն բացեք ու դուք PR-ի սերվիս տվեք TCF-ին։ Ասացի չէ Գև ջան կներես, բայց ընտրում ենք արդեն շատ հաջողությամբ լավ պորտֆոլիո ունենք, մեզ հաճախորդները սիրում են, մեր կարիքը կա, մենք էլ ոնց որ դրանով մեզ լավ ենք զգում, որ շուկային օգտակար կարող ենք լինել, ասես բայց այս շատ փոքր շուկա է, ախր ավելի մեծ իմպակտ կարող եք ազդեցություն կարող եք ունենալ։ Այտենց չհամոզվեցինք եւ իրենք դարձան մեր հաճախորդ մի քանի ընկերություններով մի տարի էլ այդպես ծառայություն մատուցեցինք իրար ավելի մոտիկից ավելի լավ ճանաչեցինք Նարեկի հետ էլ նկատի ունեմ ու հետո 1 տարի անց նորից հնչեց համահիմնադիր դառնալու առաջարկը ու արդեն կլիներ ծայրահեղ հիմարություն դա չընդունելը որովհետեւ ես էլ արդեն շատ լավ պատկերացնում ոլորտի հնարավորությունները ազդեցության չափը, մեծ մտածողության կարևորությունը եւ չսահմանափակվելը փոքր շուկաներով։ Իհարկե չեմ թարգել այդ լոկալ շուկային խորհրդատվություն, իհարկե անվճար, բայց բազմաթիվ ընկերությունների ու բազմաթիվ նախաձեռնությունների շարունակում եմ աջակցել, թեև հիմնական գործունեությունս արդեն վաղուց TCF-ն է։ ու մենք այս տարիներին ահագին առաջընթաց ենք գրանցել, ունեցել, ու իրականում գործընկերներից էլ է շատ բան կախված, թե Գևորգը, թե Նարեկը շատ հրաշալի ու բաց գործընկերներ են եղել, երբեք չկենտրոնացող սերի վրա կամ իրենց կարևորությունը չընդգծող, հա, մենք շատ լավ, հիմա Նարեկի հետ եմ իհարկե հիմնականում մեզ վերջին մի քանի տարին Նարեկի հետ եմ օպերացիոն հարցերով ու նաև ռազմավարական միշտ իրար հետ ենք համագործակցում, բայց Էդ էլ է շատ կարևոր նախապայման, որ կարիք չի եղել երբեք ապացուցելու, որ կինը կարող ունենա երկար մազեր ու լինի խելացի։ Այդպես ավելի առարկայական, բովանդակային ու իրար արժևորող կարևորով ես շնորհակալ եմ Աստծուն, որ նաև նման գործընկերների եմ հանդիպել ու ստացվել է այդ ամեն ինչ միասին անել։ Երբ որ չես կենտրոնանում ինչ-որ անիմաստ ամբիցիաների չգիտեմ, կայանալու եւ այլ sense հարցեր չկան, դու քո գործն ես անում ու քեզ տալիս են մեծ պատասխանատվություն ու մեծ վստահություն, որտեղ վստահությունը դա պատասխանատվություն է, էլի, հա, առաջին հերթին։ Եվ դու վերցնում ես քո դոմեյնը ու առաջ ես տանում ու քո վրա միշտ կարելի է հույս դնել ու դու միշտ կարող ես հույս դնել քո գործընկերոջ վրա, ու դուք անում եք նույն բանը չպետք է անեք, պետք է տարբեր բաներ անեք, որ հաջողեք, էլի, այդ նույն բանը իրար չզիջելով, իրար տենց ինչ որ ապացուցելով, որ այ ես ավելի լավ դա կարող եմ անել, չեմ, էլ մոծախ տարանջատածա ով ինչ է անում եւ իրար աջակցելու, որտեղ որ աջակցության կարիք կա, էլի նորից գալիս ենք ու աջակցում ենք իրար։ Իսկ այ Ամերիկայում էլ չէ, ունեք TCF-ի մասնաճյուղ, Չինաստանի մասնի դե խոսեցինք, ինչ մշակութային տարբերություններ կան Ամերիկայում, Չինաստանում ու հայաստանյան TCF-ի թիմային աշխատանքներում։ Շատ էապես տարբերվող շուկաներ են Չինաստան ու Ամերիկա, այդ 180 աստիճանի տարբեր բաներ են, բևերներ են անգամ ես կասեի, Ամերիկան դա շատ կոմերցիոն շուկա է, այսինքն ասում եմ любой каприз за ваши деньги, ինչ կուզեք փողը տվեք ավելի, բան եք ուզում փոխեք, խնդրեմ, վճարեք ավելի, բան եք ուզում փոխեք, հեսա իրավաբանները կգան կխոսեն իրար հետ եւ կհասկանան ոնց ենք փոխում, այդպեսին է այդ շուկան, ինչքան ուզում ես դու երկարաժամկետ հարաբերություններ ունենաս քո հաճախորդների հետ եւ այլն, այնտեղ իրավաբանները եւ կոմերցիան շատ կարեւոր դեր են խաղում, այսպես ասած, եւ ֆորմալ հարաբերությունները, թեև թվում առաջի հայացքից շատ ընկերական են, իրենք շատ sense ազատ են, շատ sense անկաշկանդ են, չէ, բայց այդ ինչ որ մի հատ շփման մակարդակում այո, բայց դրանից ավելի ներքև արդեն sense դրան ասում են pitch culture, դեղցի մշակույթ, որ երբ որ տենց մակերեսը շատ փափուկ է, հավես է դու գծում ես, բայց ներսում ահա որ կարծր կորիզ է, դու երբեք այդ կորիզի մեջ չես կարող մտնել, ու կա մի հատ ուրիշ մշակույթ, որ կոչվում է կոկոսի մշակույթ, այսինքն այնտեղ կեղևը շատ կարծր է, առաջի հայացքից մարդիկ sense չեն ժպտում, չեն բարևում, չեն sense բաց չեն, բայց հենց որ մտարներ sense հալված է ամեն ինչ էլի, սահման չկա դրված,
ոնց որ այդ մշակույթների շատ խիստ տարբերություն կա էլի իրականում։ Դրա համար Ամերիկայի հետ գործանողները երբեք չպետք է խափնվեն այդ շատ բարյացակամ, այդ շատ sense ընտանիքիցդ հարցեր տվող եւ այլն, կարող 15 րոպե քո հետ խոսի, համարդ վերցնի անգամ, բայց հետո չպատասխանի քո ոչ մի բանի, դու էլ մտածում ես արդեն լավագույն ընկերներ ենք դարձել, վերջ ես այս գործարքս կփակեմ, բայց դա այդպես չի, այնտեղ կա շահեր ու միայն շահեր ու ուղիղել չի այդ ամեն ինչը, բայց այդ շատ հետաքրքիր ֆանտաստիկ շուկա է սովորելու համար, ես շատ եմ սիրում այդ շուկան, այդ ամենաշատ աճացնող շուկան է իրականում։ Իսկ Չինաստանի շուկան ամենաշատ ժամանակի արագացնող շուկան է։ Դու Չինաստանում ես հասկանում ժամանակը ոնց է թռնում ու ոնց է ի վնաս քեզ աշխատում այդ ժամանակը, որովհետև իրանք բոլորից արագ են, իրանք ասացվածք ունեն, ասում են դանդաղ շտապում ենք մենք ու իրանք իսկապես այդպեսին են։ Ես շատ եմ նմանեցնում հայերին ու չինացիներին իրար անկեղծ ասած։ Հա, շատ։ Իմ համար իրենք շատ շատ ավելի արագ հասկացա ես ոնց որ Չինաստանի մշակութային առանձնահատկությունները, քան արևմտյան։ Արևմտյանի շատ մեծ փորձ ունեցել եմ, բայց ոչ ԱՄՆ-ի, ավելի եվրոպական շուկաների, դա էլ ուրիշ շուկա է, դա շատ տարբեր է։ Չինացիները այնտեղ եթե դու իրենց հետ մտերմացար ու վստահեցին իրենք քեզ, իրենք էլի մեր նման տենց շատ ընտանիքամետ են, երեխասեր են, մեծերին հարգանքով են, ուտել խմելու մշակույթ կա, տենց սեղանի շուշլիքը հարցեր է լուծվում, առանց պայմանագրերի հարցեր կարա լուծվի եւ խմիչք, ուտելիք, տենց ընկերություն, դիմավորել, պատիվ տալ, այսպես բաները աշխատում է, բայց շատ հիերարխիկ են, որտեղ մենք ավելի մեր մոդելը TCF-ի, մենք ոնց որ ես միշտ ասում եմ, որ հարցազրույցների մարդիկ գալիս են ու ասում են, դե չենք ուզի հայկական մշակույթով տեղ աշխատել, որ հարցում ես ինչպեսի պետք է լինի, ասում եմ, այսինքն հայկական մշակույթով դուք հիմա եկել եք հայկական մշակույթով տեղ, էսա հայկական մշակույթը, ինչին եք դուք հայկական մշակույթ անվանում, մշակույթի բացակայությանը, դուք ասում եք հայկական մշակույթ ու ցենց բարձրաձայնում եք, հնչեցնում եք ու տարածում եք, որ դա հայկական մշակույթ է, ուղղակի այդ բիզնեսը հələ չի հասունացել այնքան, որ մշակույթը կարևորի ու հասկանա, որ բայց այդ հայկական մշակույթ չի էլի, ընդհանրապես տարր չի պարունակում հայկական մշակույթի ու այդպես ցենց շուկայում հələ չկա բան Պարզ չի ինչ է հայկական մշակույթը, ուղղակի համեմատականներով որ վերցնեմ, մենք ավելի sense լիբերալ ենք, ավելի բաց ենք եւ այլն, այնտեղ ու մեր մոտ flat հիերարխիա, այսինքն հիերարխիկ չի մեր միջավայրը TCF-ում, իսկ Չինաստանում շատ հստակ հիերարխիաներ է, այսինքն այնտեղ հիերարխիան է աշխատում, բոսը ոնց ասեց, ու բոսը էլ ասում են հենց, ու անգամ միջոցառումներին կարող է բոսերի աթոռներն դիմացը դնեն ու sense հասկաթոռներ դրանք լինեն, սովորական մահկանացնի, սովորական աթոռ, ու մենք երբեք այդպես չենք անում մեր միջոցառումները անգամ այնտեղ իմանալով այդ սաղ։ Իսկ թիմային փոփոխություններ նկատում եք այդ ֆոնին հաշվի առնելով մշակութային տարբերությունները։ Փորձում ենք մշակույթով ոնց որ մեզ մոտ մարդկանց հավաքագրել ու շատ զիջումների չգնալ այդ ամեն ինչում, հա, որտեվ շատ դժվար է այդ անելը իհարկե, որտեվ չինացիները շատ լավ կատարող են, իրենց մոտ սիստեման է աշխատում։ Պարզա դրա պատճառը 1.5 միլիարդ մարդու ինչ որ ձև պետքա զբաղվածություն ապահովել եւ իհարկե հիերարխիայով կոմունիստական պարտիան, այնտեղ ոչ թե որ ամերիկացիք մտածում են այնտեղ իրավունքները սահմանափակ են, մարդիկ վախում են խոսել, իրենք իսկապես շատ բարձր վստահություն են կառավարության որոշումներին, կառավարության հանդեպ շատ բարձր վստահություն ունեն ու իրենք համարում են, որ օրինակ մեր մոտ կարող են չէ խոսել կամ Հայաստան են գալիս կարող են չէ ուրիշ բան ասել, ոնց որ ոչ ոք իրենց չի լսում։ Լավ Չինաստանում ասենք թե հետևում են իրենց լսում են, բայց մեր մոտ իրենք նույն մոտեցում են, ասում են դե եթե կառավարությունը սենց որոշեց կամ կառավարությունը ասաց այս ինչ բանը պետք է անենք, մենք դա անում ենք։ Օրինակ COVID-ի ժամանակ վարքագծային մեր մոտ բոլորը շրջանցելու մասին էին, չէ՞ մտածում ոնց դուրս գան տնից, ոնց դիմակ չկրեն, այնտեղ հակառակը։ Մի ժամ ավել գրեն, մի ժամ ավել ինչ ասես, էլի, այսինքն այդ մոտեցումներ այնտեղ շատ ուրիշ ու այդ սիստեմայով աշխատել է ոնց որ մեծ տնտեսություններում շատ པարզ է ինչու է այդպես։ Հիմա այդ մի խոչընդոտը կա, որ սենց շատ հիերարխիկ են, բայց մենք ունենք ֆանտաստիկ թիմակիցներ Չինաստանում էլ, մեզ հաջողվել է, ասենք Անգլիայում սովորած չինուհի ունենք, Բեցին, շատ լավն է ուղղակի էլի ֆանտաստիկ կերպար է ու իրեն որ տալիս ես այդ հնարավորությունը ու մենք իրեն հղի ժամանակ ենք աշխատանքի վերցրել Չինաստանում դա աննախադեպ բան է մեր մասին անգամ 1000 տեղ նշել գրել են որ մենք հղի կնոջը այդ երևի ոչ մի անգամ տեղ չեն ունեցել Չինաստանում չեն ընդունում աշխատանքի հա այտենց դիսկրիմինացիա կա որտեղ համարում են որ ինքը օգտակար չի կարա լինի ուղղակի մի քանի ամսից անիմաստ ներդրում է այս կինը ոչ միայն
ածանդաբելուց անմիջապես հետո շարունակել աշխատանք, այլ ինքը ուղղակի փայլուն աշխատակից է, թիմակից է, ես ինքս ինձ նոր հակասեցի, որ ասում եմ չենք օգտագործում այդ տերմինը ու նաև մենք տարեկան ժողովներ ենք անում ստրատեգիկ բոլոր երկրներից մեր թիմակիցներին կանչում ենք այստեղ հայաֆիկացման, ու ընդունելուց էլ պարտադիր մարդը պետք է փորձնական 2 շաբաթ կամ 1 շաբաթից 10 օր հեռավոր երկրներից փորձում ենք 2 շաբաթ մեր հաշվին մենք գործուղում ենք իրենց այստեղ դեռ չընդունած տեստավորման այսպես ասած ինչքանով են իրենք մեր մշակույթի կրողը արդյոք կկարողանանք մենք այս մարդուց ստանալ այն ինչ որ մեզ անհրաժեշտ է, ինչքանով է իրան էսա հետաքրքիր ու արդյոք կստացվի մեր մոտ թե չէ, որովհետև այդ ծախսը կարա 10 անգամ ավել լինի, եթե դու չգիտես ում ես վերցրել քո թիմ եւ ոնց է ինքը քեզ ներկայացնելու հեռավոր երկրներում, այդպես։ Մեր նախորդ էպիզոդներից մեկում հենց Մարիաննայի հետ խոսում էինք, այդ Zappos ընկերության օրինակը բերեցի, ոնց էին նոր աշխատակիցներին ֆիլտրում $2000 առաջարկելով, ովքեր վերցնում էին, իրենք միանգամից դուրս էին մնում, իսկ ովքեր չէ, ուրեմն երկարաժամկետ խաղացողներ էին։ Մենք էլ ենք նմանատիպ մի բան անում, հրավիրում ենք, եթե մարդը պատրաստ չի գալու, չի կարող գալ, արդեն չի դիտարկվում։ Ոնց որ իմաստ չկա, այդ մարդը ճկուն չի, ոնց որ արդեն պարզա, որ այդ adaptability կոչված է, ադապտացվողը ճկուն լինելը արդեն չկա։ Ու լիքը բաներ ես կարողանում ստուգել, էլի։ Այդպիսին են, թե չէ։ Մեզ պետք են մարդիկ, ովքեր միջազգային խաղացողներ են, որոնց համար ոչ թե կարևորը ազգային մշակութային առանձնահատկություններ են, այլ համամարտկային ոնց որ արժեքներն են ու համամարտկային ցանկություններն են ու պատկերացրու բոլոր երկրներում գտնվում են նման մարդիկ։ Այս տարի մի հատ միջադեպ եմ հիշում, մեր Հունաստանի թիմակիցները եկել էին, մեկը ամերիկացի է, երկուսը հույն էին։ Չէ, ներողություն, մեկը հույն էր, մյուսը Հնդկաստանի Կալկուտա քաղաքից էր, Մադուրիման, ու իրանք շոկի մեջ էին, որ մեր մոտ այդ ստրատեգիկ քննարկման աղվերանում տենց մեծ բան էր, տենց ժողով քննարկում էր ստրատեգիկ, ռազմավարական տարեկան մեր ժողովն է, որ ամբողջ թիմը մասնակցում է, մենք արժեքների փոփոխման հարցն ենք դրել, ուզում ենք 2 արժեք վերաիմաստավորել ու որ 12-ի փոխարեն 10 շարունակել ունենալ, այսինքն 2 արժեք պետք է հանենք եւ 2 կամ 3 արժեք ավելացնենք ըստ ժամանակների պահանջի ու դրանցից մեկը happiness-ն էր, երջանիկ լինելը ու մեզ թվում էր թե թիմը շատ կուզի այդ արժեքը ոնց որ ունենանք, որտեղ բազմաթիվ անգամ խոսել էին դրանից ու պարզվեց ընդհանրապես չեն ուզում իրանք որ այդ լինի մեր կարևոր արժեքներից մեկը, որտեղ այդտենց ենթադրվում է որ կա, հա, ու մեր բանը թիմակից բաբկենը, որ այսպես ես ներկայացնում եմ ու այդ մեր Հունաստանի թիմակիցները գիտեն, որ ես համահիմնադիրն եմ, ասենք ու ոնց որ բորդի անդամ եմ ու գործադիրներից մեկն եմ ու այդ բաբկենը ինձ տենց հակաճառում է, ինչ որ բաներ է բերում, արգումենտներ, սենց չէ, իրանն է պնդում եւ այլն, ու ես մարդիկ նայում են, սենց շոկի մեջ են, էլի, ես ոնց էս ինչ աստեղ տեղի ունենում, ոնց կարա սենց բան вообще լինի, ասում եմ, բայց մի րոպե դուք չեք որոշում ինչ արժեքներ, ասում եմ, դե չէ, եթե բաբկենը happy չի ուզում լինել կամ արդեն happy է, ես պետք է որոշեմ, էլի, այդ պետք է բոլորիս ոնց որ ինձ ինչ չի կարա այդ իմ համար ամենակարևորը լինի, բայց իր համար չլինի, մեր բոլորի համար պետք է այդ ընդունելի լինի ու մենք պետք է այդ կոնսենսուսին գանք։ Ու մենք տենց էլ չընդունեցինք այդ happiness-ը չկա մեր արժեքներում, փոխարենը մենք դրեցինք այս ժամանակներին համահունչ resourcefulness-ը, այսինքն ռեսուրսներ հայթայթելու, բացահայտելու, կիրառելու ունակությունը, որտեղ հիմա բազմաթիվ ռեսուրսներ կան ու առաջ են ինչ որ անհավանական էր թվում, հիմա ռեսուրս կա, որ կարող ես դփորձ կամ գոնե գտնես մեկին, ով գիտի դա ոնց անել ու չծախսես քո ժամանակը, այսինքն այդ ունակությունը, ուղեղի այդ մտածողության տեսակը եւ մյուսը մենք արագությունը, moving fast-ը որոշեցինք, որ պետք է լինի, որովհետեւ շատ արագացել է աշխարհը, հատկապես այս AI դարում եւ ամեն օր արթնանում ես ամեն օր արթնանում ես բան փոխվել է, հա, ու մենք պետք է հետ չմնանք, այլ առաջատար լինենք։ AI-ը չէ արդեն կիրառում։ Այո, մենք AI մեծ պրոյեկտ արեցինք ու շարունակում ենք անել, անգամ տենց հաստիկ ենք ստեղծել, կոչվում է AI enablement lead, AI-ի enable անել ոնց է հայերեն։ Բան գործարկել բացահայտել ինչ որ տենց մի բան, հա, մի խոսքով։ Ու մեր SEO
թիմի ղեկավարը նաև հիմա կես դրույքով այս մյուս գործն էլ է անում եւ դա արդյունք է արդեն համակարգված մոտեցման, որտեղ տարեսկզբից սկսեցինք տրեյնինգներ, որ մենք AI-ի մասին վաղուց խոսում ենք ու AI կիրառող ենք, այդ ոնց որ տարիների պատմություն է, բայց ոչ միայն կիրառող, այլ նաև բառից բուն իմաստով կիրառող, էլի, այսինքն ոչ թե ChatGPT կամ, չգիտեմ, Claude կամ մեկ ուրիշ բան, այլ գործիքներով ավտոմատացում, augmentացում, հետո ավտոմատացում, այդ ամբողջի միքսը, այսինքն որ դու ունակ լինես, այսօրվա արկա գործիքակազմով ու հնարավորություններով ստեղծես քո համար օգնականներ, process-ներ ավտոմատացնես ու դու ռուտինայով չզբաղվես, դու ավելի բարձր ROI ապահովող ու ավելի մեծ բավարարվածություն տվող գործերով զբաղվես, ոչ թե ինչ-որ տենց տեխնիկական, մեխանիկական հարցերով։ Ու տրեյնինգ արեցինք 2 անգամ, հետո հասկացանք, որ բա ոնց հասկանանք թիմը սովորել է, կիրառում է այդ ամեն ինչը թե ոչ, ու կա 2 մոդել, մեկը պատժի մոդելն է, մյուսը խրախուսման մոդելն է։ Պատժի մոդելը, որ ասում ես ատեստացիա եմ անցկացնում, ով կտրվեց, չգիտեմ, ինչ որ մի բան եմ անելու, ինչ որ ձևով պատժելու եմ։ Ու կա խրախուսման մոդելը, ասես հակատոն եմ անցկացնում, ու հաղթողներին է տալիս եմ մրցանակներ։ Որից ավելի շատ կողքեվորվեն մարդիկ, միտեղ վախի գործոնն է, այս մյուս տեղը հաղթանակի համը այսպես քաղցր։ Բնա կազմակերպեցինք այդ հակատոնը, ցանկ ունեցանք նախ գաղափարների ամբողջ ընկերության համար կարևոր ինչը կարելի է ավտոմատացնել, ինչից են իրենք դժգոհում, ու մենք այդ սարքեցինք այդ մեր ճանապարհային քարտեզը, բիզնես առաջնահերթությունները ասենց ֆիքսեց, այդպես ու հակատոնը շատ հավես անցավ, մենք ոնց որ դրա մասին էլ ահագին խոսեցինք համացանցում, ինչի որ մյուսներն էլ այդ օրինակին հետևեն, ասցինք որ բացենք, եկեք պատմենք ոնց են կարել, ու քանի տեղ գնացել եմ ես դա ներկայացրել եմ, Նարեկն է քանի ոդկասթի մեջ ասել, խոսել։ Մի խոսքով, կարծում ենք շատ հաջողված փորձ էր, որովհետև առնվազն 12 գործընթաց այդ մի օրում 6-8 ժամում ավտոմատացվեց ընկերությունում։ Տենց ունեցանք առաջին տեղ, երկրորդ, երրորդ, ու հիմա ունենք տենց մեծ ճանապարհային քարտեզ, արդեն ոչ միայն մարդիկ են ավտոմատացնում, նաև մենք պլանավորված process-ներ կան, որ շատ բարդ են, օրինակ անհատի աշխատանքը չարժի ինչ որ մասնագետի դնել միայն դրա վրա ծախսել, էլի, այսինքն այն ոչ որ միջին բարդության է, իրենք կարողանում են անել, որոշ բարդ բաներ էլ, բայց ամենաբարդ բաները ավելի մասնագիտացված են անում, որ ժամանակ խնայենք ու զուգահեռ կարողանանք շատ բաներ անել։ Այդպես ու հիմա նաև ունենք տենց ժամեր հատուկ, որ մարդիկ ֆիքսում են իրենց խնդիրները, որ AI-ի աֆիկացման ընթացքում հանդիպել են, կարողանում են մասնագետի հետ ժամ ֆիքսել, ու միասին hands-on support ենք ասում, mentorship ենք ասում, այդ hands-on-ը, այսինքն մարդը քեզ օգնում է քո գործը նաև որ չկանգնի առաջ տանելու հարցում, ոչ միայն խորհուրդ է տալիս, այլ նաև պրակտիկել է օգնում, ու այդպես ասենց ամբողջը գծագրել ենք ոնց պետքա տեղի ունենա, փորձում ենք նաև մյուս տարի օրինակ 3x պետքա արդյունավետություն բարձրացնենք, այդ ենք ֆիքսել։ 3x-ը 3 անգամ ավել արդյունավետ։ Այո, նույն ռեսուրսներով, նույն ակտիվներով 3 անգամ ավելի շատ արդյունք պետքա կարողանանք ստանալ։ Ցոր է դա գոլը, տեսնենք ոնց ենք հասնելու դրան։ Ընտիր։ Այս տեխնոլոգիական նորարարություններից մի քիչ հետ գանք մեր հայրենիքի խնդիրներին։ Ես գիտեմ, որ դու զենք ունես, հանձնել ես զենքի քննություն ու արդեն բավականին լավ գրակում ես։ Ինձ հետաքրքիր է հակադրությունը, հա, մի տեղ տեխնոլոգիական նորարարություններ են, դուք առաջատար միջազգային նորարարական կազմակերպություն եք, պրոդուկտներ եք ստեղծում ու մյուս կողմում մեր հայրենիքի խնդիրը, որը ցավոք սրտի մինչ օրս արդիական է ու դրա համար անհրաժեշտ կամ բավարար է, ոչ բավարար է, ավելի շուտ ունենալ պատրաստվածություն ամեն անձի հաշվով։ Խնդրում եմ մի փոքր պատմես, ոնց եկար այդ որոշմանը զենք ունենալու։ Ես ահավոր իրատես մարդ եմ ու տեխնոլոգիաների կիզակետում լինելով հաճախ էլ առաջ մղելով դրանք, ես ինքս տեխնոլոգիապես տեխնոլոգիաներին շատ մեծ տեղ չեմ հատկացնում իմ կյանքում, այդ իմ համար ինչ որ խնդիր է, որ պետքա լուծվի, այս իմ գործերի մեծ մասը խնդիրների լուծումը ու կապ չունի ինչի մասն է այդ խնդիրը, թե AI-ի մասին կլինի եւ այլն, խորանում ես, ուսումնասիրում ես, հասկանում ես ոնց կարելի է դա լուծել ու տենց փորձում ես լուծել կամ լուծում ես, բայց միևնույն ժամանակ ես ոնց որ 90-ականներ տեսած մարդ եմ, ոնց որ ցեղասպանություն տեսած
մարդկանց ժառանգեմ, հա, ու իմ նախնիները բոլոր 4 կողմս էլ Արևմտյան Հայաստանից է, ու նաև տեսել եմ առաջին Արցախյան պատերազմը, երկրորդը, երրորդը, չորրորդը եւ հավանաբար էլի դեռ կլինեն նման բաներ մեր կյանքում, որովհետեւ դա մի պարզ ճշմարտություն է, որ մենք մի այնպիսի տարածաշրջանում ենք, որտեղ մենք երբ որ բարձրից ես նայում այդ խնդիրներին, հասկանում ես, որ դա միշտ է եղել ու լինելու է, այսինքն երբևէ ընդհանրապես մարդկության պատմության ամբողջ մարդկության պատմության ընթացքում երևի 500 տարի ակումուլյատիվ խաղաղություն չի եղել աշխարհում, հա, այսինքն եթե մենք այդպիսի աշխարհում ենք ապրում, որը մրցակցող է, ոչ թե համագործակցող, ու մենք այս մեր տարածաշրջանում ահավոր ահռելի մրցակցություն ենք տեսնում, դա մրցակցային է իրականում ամբիցիաների մրցակցություն կլինի, ինչի կլինի, բայց մրցակցություն է, ու այդտեղ դու հասկանում ես, որ պետքա լինել շատ ուժեղ, պետքա լինել պատրաստված եւ ցանկացած զարգացման պատրաստ, հա, այսինքն դա կենսունակ լինելու արվեստ է, դա ոչ թե տենց ինչ-որ պաթետիկ, հայրենասիրական, չգիտեմ, հայրենասիրելը շատ կարեւոր լինել, որտեղ դժվար է ապրել այս տարածաշրջանում բազմաթիվ զրկանքների միջով ես անցնում, բազմաթիվ ստրեսեր ու վախեր ես ունենում, բայց պետքա դրանք դառնան շատ սովորական բաներ մեր կյանքում եւ խաղաղությունը պարտադրվող եզրույթ է, խաղաղությունը երբեք ուղակի չեն շնորհում ոչ մեկի, հատկապես թույլերին եւ ուժեղանալու ճանապարհն էլ մեկն է, այսինքն մարդը պետքա առողջ մարմնում, առողջ հոգի լինում ոգի եւ այդ շատ པարզ ճշմարտություն է, դա միշտ է եղել Ալեքսանդր Մակեդոնացուց սկսած եւ լինելու է այդպես, այսինքն եթե դու չես վախենում վախը սարսափելի գործոն է, այսինքն վախը ամեն ինչի ունակ է դարձնում մարդու։ Ու վախն էլ անորոշությունից է գալիս, երբ որ դու որոշակի գործողությունների ես դիմում, այդ անորոշությունը դառնում է արդեն որոշակի։ Ամենապրիմիտիվը կրակոցի ձայնը, պատկերացրու ինչքան մարդիկ կան, որ դա երբեք չեն լսել մոտիկից, ու դրանց ահավոր վախացնող հանգամանք է։ Ես իմ 6-7 տարեկան երեխային տանում եմ ազատազեն, ու իմ երեխան սովոր է արդեն այդ կրակոցներին, դա իր համար արտարոց բան չի եւ ինքն էլ է կարողանում օգտագործել զենք կրակել եւ դա ոնց որ կարողություն է, որ յուրաքանչյուր ոք պետք է իմանա ինչպես վարվել զենքի հետ։ Իհարկե ինքնապաշտպանվելու նպատակով, հա, ոչ թե ագրեսիայի եւ այլն, բայց ես հավատում եմ, որ եթե մեր երկրում պատկերացրու լինի 100,000 զենքի մշակույթի կրող ու զենք ունեցող ֆիզիկապես պատրաստված մարդ, դա բալանս է փոխում արդեն, ինչքան էլ որ տեխնոլոգիաներից խոսենք, Ուկրաինայի պատերազմը ցույց տվեց, որ այո, այդ պարզ հրացաններն էլ խնդիր են լուծում, հա, որ այդքան դրոններ, այդքան սարսափելի չեն, ինչքան թվում են, եւ մենք տեսանք, որ ուրիշ բան էլ է լինում, դրոններ, ոնց որ այո, սովորական զենք զինամթերքը, սովորական նկատի ունեմ, ինչ որ պարամետրեր ունեցող, կարևոր բան է, որ մարդիկ կարևոր է որ կրակել իմանան, ասենք Շվեյցարիայի նման ամենաապահով աշխարհի երկրներից մեկն է, ինչու է դա այդպես, որտեղ Շվեյցարիան անառիկ ամրոց է, որտեղ Շվեյցարիայում մոբ կա, որ աշխարհում նման մոբ գոյություն չունի, հա, այնտեղ անընդհատ է զինվորական պատրաստվածությունը ամբողջ տարվա ընթացքում բնակչությունը անցնում է, ու իրենց մոտ այդ գեղատեսիլ շվեյցարական տնակները անտառների վերափոխվում են վայրկենական, դառնում են անառիկ ամրոցներ, որտեղ պուլեմյոտներ է դրած անգամ, էլ այդ դրանով է Շվեյցարիա, դրա համար են այնտեղ պահում այդ սախ գումարները աշխարհի, ոչ թե շոկոլադ սիրող մարդիկ նախընտրում են Շվեյցարիան, չէ, իհարկե։ Ու եթե մեր երկիրը մի քիչ շուտ հասկանան մեր բնակիչները, մեր մարդիկ, մեր գործարարները, մեր ստեղծարարները, որ կարևոր է այս երկիրը սարքել երկրագնդի քարտեզի վրա կարևոր երկիր, ինչ որ կարևոր բան ստեղծող մարդկության համար, մարդկության խնդիրներ լուծող, մեր հետ արդեն հաշվի կնստեն, մեզ բանի տեղ կդնեն, ու մենք արդեն բալանսը կփոխվի, հա, ու կարողա զենքի մշակույթի կարիքը այդքան էլ չլինի, թեև ինձ թվում է մշտապես է դա պետք ունենալու անել ու չվախենալ, չխորշել դրանից, դրա մեջ վատ բան չկա, ու եթե ինչ-որ մարդիկ անօրինական զենք զինամթերքով ինչ-որ գործողություններ են երբևէ արել, որ սենց վարկաբեկվել է մի տեսակ, չէ, այդ բանը, բայց պատկերացրու ինչքան դու քեզ ինքնավստահ ես զգում, երբ որ դու տիրապետում ես, երբ որ դու ինքդ քեզ կարող ես պաշտպանել, ասենք Աստված չանի, մի հատ այնպիսի իրավիճակում ենք, որ քեզ պետքա քո ընտանիքը պաշտպանել, քո հարևաններին պաշտպանել եւ ոնց որ ոչ ոք չգիտի ոնց օգտագործել այդ զենքը հերիք չի, մի հատ էլ չունեն ոչ մեկը զենք, էլի, տենց իրավիճակ
կարա լինի։ Մենք տեսել Չի ենք մեր բացառվում, հայրենակիցների հետ եղել է 2023 թվականին էլ այդքան մարդ տեղահանվեց եկավ այստեղ եւ ինքնապաշտպանական բազմաթիվ մարտեր են մարդիկ մղել, որպեսզի փրկեն իրենց կյանքը, իրենց ընտանիքների կյանքերը։ Դրա համար պետք է իրատես լինել եւ չի խանգարում ոչ մեկին պատրաստված լինելը։ Դու եղիր պատրաստված, ավելի լավ որ ոչ մի վատ բան տեղի չունենա, բոլորս էլ աշխատում ենք, երազում ենք լավ ապագայի խաղաղության մասին, բայց խաղաղությունը դա պարտադրված եզրույթ է, այդ եւս մեկ անգամ կնշեմ, որևէ մեկը չի ունեցել երկնքից ընկած խաղաղություն, ինքը ձեռք է բերել այդ խաղաղությունը, ձեռք է բերել ուժով, կարևորությամբ եւ տարբեր մանյովրների միջոցով, հա, թե դիվանագիտական ճանապարհով, թե քաղաքագիտական, թե բժշկության, թե մանկավարժության, թե ուժի, հա, եւ այդ բոլորը միասին ստեղծում է այդ խաղաղությունը, որը մենք անպայման կունենանք մի օր։ Այդպես, դա էլ զենքի մասին։ Մի քիչ տարօրինակ է կարող է դիտվում ու բրուտալ, բայց Չէ, իրականում շատ կարևոր ու ակտուալ բաներ ասացիր։ Եթե աշխատասեղանդ խոսեր, ինչ կպատմեր քո մասին։ կասեր որ հոգնել է ինձանից։ Շատ է երեսդ տեսնում։ Չէ, ես երբեք համարյա մենակ չեմ լինում նստած այդ աշխատասեղանի շուրջ, ոնց որ երևի մեկ-մեկ կուզեր իմ հետ ավելի երկար մնալ։ Սովորաբար այդտեղ միշտ ինչ որ օպոնենտ ունեմ, այսպես ասած, միշտ իմ դիմաց մարդ է նստած կամ իմ կողքերը շուրջ բոլորը մենք ինչ որ միշտ ինչ որ խնդիր ենք քննարկում կամ ինչ որ լուծում։ Ասա 3 փաստ քո մասին, երկուսը ճիշտ, մեկը կեղծ։ Ու թող մեզ դիտող լսողները գուշակեն, որներ կեղծը։ Իսկ ճիշտ պատասխանը մենք ոդկասթից հետո կտեսաձայնագրենք ու կուղարկենք մեզ ամսական բանանորդագրությամբ միացած մարդկանց։ Լավ։ Ես ստեղծագործում եմ, բանաստեղծություններ եմ հեղինակում։ Okay. Մյուսը ես ձկնորսություն եմ շատ սիրում, ձկնորսել եմ ու իմ մեքենայի մեջ մշտապես կա ձկնորսական կարդ եւ մյուս հարմարանքները, անգամ տենց կուկուրուզ եւ նման բաներ, որ ես կարող է ստացվի իմ ճանապարհներին Հայաստանի տարբեր մարզերում որոշեմ կամ իջնեմ Հրազդանի ձոր ձուկ բռնելու, տենց էլ է լինում, ու շատ հաճախ ծիծաղալու սիտուացիաներ են լինում, որ աղջիկ ալնայ։ Էս բայց փոխենք, հա, որովհետև շատ էմոցիոնալ ասացիր, ես արդեն հավատացի։ Լավ, օքեյ, էլ ինչ ասեմ, եւ ես սուտ բան դժվարանում եմ ասել։ Չգիտեմ սուտ։ Ինքան սիրում եմ, բայց որ բոլորը չեն կարողանում ստել։ Ստելը բարդ է։ Հա, միշտ վերջում են թողնում։ Արդեն առաջին երկուսը բարձա որ ճիշտ է։ Ոչինչ, մենք հիմա նորից կանենք, 3 նոր պատմություն մտածի, ես էլ կթողնենք որպես հաճելի հետաքրքիր փաստեր քո մասին ու տեղերը փոխի։ Ստի։ Okay. Ես հաստատ ոչ ոք չի գուշակի ճիշտ է թե չէ։ Ես պարահանդեսային պարերի Հայաստանի չեմպիոն եմ եղել 2000-ականների սկզբում։ Okay, զույգով։ Հա։ Եվ մենակ ես չէ, ես ու զույգս։ Եվ փաստեր հետաքրքիր իմ մասին։ Ես բարձրացել եմ Արարատ լեռը։ Էլ ինչ փաստեր բերեմ։ Շատ փաստեր կարող եմ ասել, չգիտեմ ինչքանով են դրանք հետաքրքիր կամ հետաքրքիր չեն։ Ինչ ասեմ։ Մի հատ էլ որ 3-ից փորձեն գուշակել։ Okay, մի հատ էլ ասեմ։ Հեսա մտածեմ ասեմ։ Ես շատ եմ սիրում գերեզմանները այցելել եւ ցանկացած երկիր որ մեկնել եմ, իսկ ես 30 երկրում եղել եմ, համարյա բոլոր երկրներում գերեզմանները իմ այցելության վայրերից են եղել
Շատ հետաքրքիր ու տարօրինակ էր, համ զարմացա, համ հիշեցի, որ ես էլ եմ սիրում։ Շնորհակալ եմ Մարիամ հետաքրքիր ու տարօրինակ փաստերով զրույցի համար։ Ովքեր չեն միացել, խորհուրդ կտամ անպայման միանան, քանի որ վստահ եմ կադրից դուրս շատ հետաքրքիր այդ տարօրինակ փաստերը բացող զրույց է մեզ սպասում։ Շնորհակալություն։ Հաճելի ուշ զրույցեր։ Մի պատմություն էլ ասեցիր։ Գերեզմանատները այցելել Գերեզմանատները, որպես մշակութային բան, հա, ինչն ես ուսումնասիրում գերեզմաններում։ Դե վերաբերմունքը ցույց է տալիս ոնց են վերաբերվում, ասենք, հանգուցյալներին իրենց, այսինքն իրենց մեծ սերնդին, ավագ սերնդին ինչ վերաբերմունք կա առհասարակ, մոտեցումը ոնց է այդ մարդկանց հասկանում ես այդտեղ եւ նաեւ ինչն են կարեւորում իրենք, ավելի շատ իրենք կյանքի, թե ավելի շատ մահվան մարդիկ են, էլի, որտեղ օրինակ եգիպտոլոգիան ավելի շատ մահվան մասին է, չէ՞, որպես այդպեսին դեռ ամեն ինչը հետ մահու, չգիտեմ ինչերի արժանանալու համար է, ոնց որ շատ բան է այդ ասում այդ մշակույթը։ Ինձ հետաքրքիր է շատ։ Հետաքրքիր էր, այդ կողմից չէի մտածել։ Անգամ տենց եղել է որ մասնակցել եմ թաղմանությունների հոգեհացի, շատ սիրում եմ հոգեհաց։ Պատահաբար։ Չէ, հատուկ անհատներում կողմից մնում է լաց լինի հանգուցյալին հիշի, բայց շատ հետաքրքիր է եղել, տեսնեմ ոնց էր իրանք, այսպես ոնց է այդ հիշելու process-ը, ինչ է անում։ Այո, շատ հետաքրքիր կլինի։ Ես այդպես մի անգամ սխալմամբ այլ թաղում էի գնացել, միաժամանակ երկու թաղում կար, ձեր գլուխս կախտախուր գնում է, հետո բարձրացրի, տեսա մեռելը փոխվել է։ Ուրիշ մարդ է։ Ես էլ մի անգամ հիշում եմ Մակեդոնիայում, ասենց Վելես կոչվող քաղաք է, փոքրիկ քաղաք է։ Ու մեզ այդտեղ ակադեմիա կար, որտեղ միջին ուղղակի ղեկավարն է ակադեմիայի, այդտեղ ենք սովորում, այդ քաղաքից մի 20 կիլոմետր հեռավորության վրա կոնցեպտը տենց առանձնացված կոնցեպտ էր ու շաբաթ-կիրակի կարելի էր գնալ էքսկուրսիաների ու մենք գնացել ենք Վելես, դե Մակեդոնիան ամենազարգացած այն փոքրիկ քաղաքները հաստատ ոնց որ չի ու հետաքրքիր է, սլավոններն այդ մշակույթը շատ հետաքրքիր է, շատ տարբերվող, ասենք, ռուսական, սլավոնական մշակույթից։ Գնացել ենք այդտեղ, ու սենց նայում եմ սկսերքներով սաղ ծառերի վրա, սենց կպցրած է, որ այս ինչի հուղարկավորություն է, իրենց մոտ սաղ քաղաքով կպցրած է, որ այս ինչը մահացել է ու այս ինչ ժամին տարարողություն է։ Ծառերին բուրձյուրներն ամենուրեք կախված են հայտարարեցնում, այս մի հատ աղջիկա հետ է մոլդովացի, ասելիս արել գնանք տեսնենք այս ով ամահացը ու ինչ է կատարվում այնտեղ, ասում լսի բան գերեզմանատուն, ասում հա ինչ ես ընկերակցի, ինձ ասաց լավ առաջի անգամ տենց բան անում, ասի լավ այ քեզ հետաքրքիր կլինի, գնացինք հասանք այդտեղ, տեսանք այդ ինչա ոնց է, հետո հոգեհացը հենց եկեղեցում էր, այնտեղ հատուկ սեղան կար, բաներ եկեղեցի չէ ոնց են ասում, որ գերեզմանատներին կից մատուր, չէ մատուր չի, չոր անուն ունի այդ բանը, մի խոսքով հատուկ այդ հանգուցյալների հենց այդ հուղարկավորությունների համար նախատեսված աղոթատեղիներ են ու հոգեհացեր իրենց մոտ քաղցր են բաժանում, այսինքն քաղցր բաներ են տալիս մահից հետո, մեր մոտ չէ խաշլամա, այտենց տրադիցիոն լոբով սալատը, հավը սառը եւ այլն։ Իսկ այնտեղ այդ լոբով սալատը Ասկիս առաջ եկան հերթով մոռացել էի։ Այս վերջերս մի հատ շատ զավեշ տալի պատմություն կա ուղղակի լոբով սալատի հետ կապված, դու դոպինգի հովոին գիտես, հավանաբար հովոյի ինքը արտահայտություն կա, որ երբ որ ինքը ասում է լոբով սալատը հիշի, ոնց որ ես արդեն պատկերացնում ինքը ինչ ասում էլի, ասում հիշի, որ մի հատ կյանքա ու արագ անցնող է, հիշի, որ քեզնից հետո ասել են ընկեր մի հատ այդ լոբով սալատը կգաշ այստեղ։ Հիշեցի լոբով սալատը բանը այնտեղ քաղցր են բաժանում, այդ քաղցրը հյուրասիրում են այնտեղ գտնվող մարդկանց եւ այլն, բայց մենք ցած շատ քիփ էինք գնացել հանգուցյալների բարեկամների կողմը, շատ հետաքրքիր էր ու հարցնում են դուք ով եք խոսալ չենք կարողանում մի քանի բառ, հետո տենց ոբշեմ տուրիստ ենք լավ։ Շատ հետաքրքիր պատմություններ ունեմ այդ գերեզմանատներից շատ տարբեր գերեզմաններ եմ տեսել, այս վերջինը Ճապոնիայում գոլեգայիս հետ ճամփորդում ենք ու կարճ ժամանակ մեջ 4-5 օր ունենք ու ասել եմ
նոր անպայման պետք է գերեզմանատուն գնանք, ասում խնդրում եմ էլի գանք հասնենք Ճապոնիա, ոնց որ լիքը բան կա տեսնելու, բայց ես չեմ գա, կուզես դու գնա, ասի ոնց մենակ գնամ, բալա լավ, ասացի լավ, մի քիչ հետաձգեմ այդ հետո գնացինք մի հատ ինքը տեղեր ընտրել այդ բամբուկների անտառեր ու այնտեղ չգիտեմ ինչ որ մի հատ կոթող էր խրամ էր բան սինտոիստական գնացինք այնտեղ տեսնենք երկու կողմերից գերեզմանատներ այդտեղ ոչ եմ ուրախացել Ես ինչքան շատ է ես նույնը Իրանում էինք գնացել զրադաշտների գերեզմանների ոնց են թաղել, մարմինը թողել, որտեղ են դրել, հա վերևում ինչ-որ կլոր անցք էին, հա շատ հետաքրքիր ու այնտեղ բաների թռչունների համար կեր էր ծառայում արդեն մահացած մարդը, այնտեղ ամեն ինչ մտածել էին ու շատ հետաքրքիր էր մանրամասն դիապետ նրբությունների Այսպես մենք մի օր հենց բանը մահվան ու տարբեր երկրների գերեզմանների նվիրված ոդքասթ անենք այդ զորոաստրիզմը շատ հետաքրքիր կրոն է իրականում խորը ուսումնասիրության արժանի հինդուիզմն էլ օրինակ իմ հետաքրքրությունների մեջ է շատ դուրս գալիս է մոտեցումները ամեն ինչ ներառում են բայց այդպես բայց կա բայց ամեն կրոնի բաց են, հա, այդ էլ է ճիշտ, ճիշտ, բայց տենց բրիտանական մոտեցում եմ, որ ասում են but, ու սաղ մինչև այդ ինչ ասել են ճիշտ չի արդեն, այդպես։ Շնորհակալ եմ, Մարիամ։ Ես էլ։